Նայեք, sense մի հատ report ենք սարքել, թե YPH-ի GPU-ները ինչքան է օգտագործվում։ Հիմա այս բանն է, գրաֆիկն է ժամանակի մեջ, ոնց որ ամեն այս տողը պատկերացրեք մի GPU-ա, որ sense full լցված է դեղին, դա նշանակում է 16-ն զբաղված են եղել։ Ու մի շերտը մի ջոբ է։ Ասենք ստեղ կան, տեսեք, այս օրինակ Ինքնեդը շատ ջոբերն է։ Չէ, գույները բանա ռանդոմ է, ուղղակի որ իրարից տարբերվեն։ Ասենք այս, հա, բանա 8 GPU, այս ահագին բան է, էլի, այս ամբողջ 2 ամիս է։ Այսքանը, ասենք, օրից ավել է երևի, էլի։ Հա, մի հատ ջոբ է գնացել։ Բայց այդ նույն ընթացքում լիքը մանր մի GPU անոց ջոբեր էլ ստեղ է եղել, էլի, հա, ոնց որ այս տակի 8 հատը սովորաբար մի GPU անոց task-եր են, տեսեք այստեղ օրինակ մի հատ 6 անոց կա։ Հա, ստեղ էլ կա 6 անոց, բայց հիմնականում 1-2 են, իսկ այս վերևինները 8, հա, դա մյուս կոմպն է, որի վրա 8 հատ հաշավոր է, այտենց մեծ տրեյնինգներ են դա են դնում։ Ու այս ցույց է տալիս, որ ոնց որ 75%-ով զբաղված է եղել։ Ու այս սա ռեպորտը ես սարքել եմ կուրսորով, որտեղ չգիտեմ ինչով սարքեմ, հա, հիմա ամենահարմար աջենտիկ բանը, ես այս նկարները ունեմ, այս թվերը ունեմ, ինչ-որ Excel-ի բաներ ունեմ, հա, ըստ պրոյեկտների եւ այլ, հիմա ոնց մի հատ սիրուն PDF ստանամ, որը լինի սիրուն report, ամենահարմար ձևը, որ գտա, որ բան, կուրսորին ասում եմ մի հատ сайт սարքի, HTML-ով, մի հատ սիրուն report լինի։ Ինքը տես թվում սարքել էր, հետո բաներ, տենց ինչ-որ կտորներ մուգ կապույտ էին վրան բաց, որ տալիս էի տպել, երևում էր, որ այդ խառնում է իրար, տպելուց ոնց որ մուգ background չի ուզում տպի, որ շատ թանակ բան չանի, բայց գույները շուռ տալուց լավ չի ստացվում, դրա համար այս բանին սրանցից մեկին ասցի բան արա, հենց արա, որ միշտ ֆոնը լինի բաց, տառերը մուգ, որ հեշտ լինի print անելը։ Ես ինչով է print անել։ Ինչ ֆոն է։ Նկարը ես եմ տվել, նկարը հետ չէ, նկարը գրաֆանայի դեշբորդ է։ Այստեղ ահագին ազատ է այս 2 ժամը։ Լայֆթայմ հիմա ցույց է տալիս։ Այս ինչի ասենց, որտեղ պրոյեկտներից մեկում վաղը պետք է մի հատ աղյուսակ պատրաստ լինի, դրա համար բոլորին խնդրել ենք, որ այն 8 GPU-անոց task-երը հանեն, որ այս մի GPU-անոցները այդ 8-ի վրա էլ աշխատեն։ Ձեզ ցույց տվեցի չէ՞ այդ Sputnik-ի պրոյեկտը։ Այդ կասկածելի լավ ռևյուներ է ստացել։ Մի ռևյուերը շատ դժգոհ, մյուսները գոհ են։ Ու հիմա ոնց որ կարելի է այս 10 օրվա մեջ արձագանքել։ Ինչ որ հարցեր են տվել, ինչ որ բաներ դուրները չի գալիս, մենք ինչ բաներ ավելացնում ենք, հա, ասենք ասում են այս ինչի չեք ստուգել, ասում ենք հեսա ստուգեցինք նոր տենց ոնց որ այս մի շաբաթը կարևոր window-ի է, այլ դրա համար այդ պրոյեկտի համար բաները, որ բարձր priority ելնեն, խնդրել ենք, որ այդ 8 GPU-ն ազատ թողեն։ Հենց review-ը օգտագործողներն են, թե review անկամով ինչ-որ Կոնֆերանսի կազմակերպիչը գտնում է այդ թեմային մոտիկ գիտնականների, իրենց է տալիս, ասում է, նայեք, հիմա տեսեք, օրինակ, երեկ էլ մեծ պրոբլեմ էր եղել, ինչ-որ կոմպերից մեկը փչացել էր դրա հետ կապված, մյուսները էին վարի գնում, որտեղ ընդհանուր NFS-ը, ինչ-որ այն stage ուզում է ֆայլ կարդային էլ լրվում, դες մի հատ կատաստրոֆիկ բան էր եղել։ Amma sen GPU-ները մենք դուք եք օգտագործում։ Sen GPU-ները օգտագործում են այս մարդիկ, տեսեք, ետել ենք report-ում հանել։ Ոնց որ մեծ մասը մենք ենք, նայեք, ասենք
76% S2 սեպտեմբեր-հոկտեմբեր, հա։ Սեպտեմբեր-հոկտեմբերին բոլոր հնարավոր ռեսուրսների 76%-ը զբաղված ա եղել։ Իսկ գիտեք ոնց եմ, այս սրանով ենք չափում էլի GPU hour, հա, տենց չափման միավոր կա, հա, որը ոնց որ քանի ժամ, քանի GPU աշխատել։ Եթե հաշվեք, ասենք 2 ամիսը, եթե դրենք 61 օր ա, 24 ժամ ա, ունենք 16 GPU, որ բայթի տրակի, որ ոչ մի վարքյան, ոչ մի բան անջատվեր չլինի, 23,000 ժամ կա, GPU ժամ կա պոտենցիալ 2 ամսում։ Հիմա մենք 17,700 աշխատացրել ենք, դրանից 16,900-ը մեր խումբն է, տարբեր պրոյեկտներով, տեսեք կան պրոյեկտներ, որոնք շատ են խմում, սրանք են պրոյեկտներ են, որոնք 8 GPU-անոց լիքը տրեյնինգներ ունեն։ Իսկ մենակ այս պրոյեկտում տենց մանր մուներ մի GPU-անոց, 2 GPU-անոց տրեյնինգներ են, իսկ երբեմն այդ հերթի մեջ չեն գցում, իրանց բուջուր կոմպերի վրա դնում են։ Դրա համար այս պրոյեկտը 2 ամսում ընդամենը 300 GPU ժամ ա ծախսել։ Այս օրինակ շատ թանկ պրոյեկտ ա, բայց ոնց որ այդքան էքսպերիմենտ դնելու բան չի եղել, լիքը դեբագ են արել, պրոբլեմներ ա եղել մեջ, ասենք ժամ ուղղակի այդքան տրեյնինգ չեն միացրել, որովհետև կոդբեյզը լավը չէր։ Դա ես համբերատար սպասում, երբ այս պրոյեկտի կոդբեյզը դառնալու է այնքան լավը, որ արդեն դնեն լիքը ռանաներ, որովհետև լիքը իդեա կա այստեղ ստուգելու, ու սաղ 8 GPU ուզող, որ թանկ պրոյեկտ է այս իմաստով ռեսուրս ա տարայել, բայց ոնց որ սեպտեմբեր-հոկտեմբերին այդքան գործ չի եղել, որովհետև անդադ մի բան փչանում էր, մի քանի օր էդ էին դզում։ Հիմա որ կոմպերը շատանան, սենց բաները չպետք է թույլ տանք էլի, պետք է ոնց որ ստիպված կոդերը լավը լինեն, ահագին պրեշերը ավելացնելու։ Այս Զաքարյան Հայքենց լաբն է, իրանք մատերիալներ են փնտրում, AI չի, սիմուլյացիաներ են, ինչ որ AI-ական էլեմենտներ կա մեջը, բայց տենց նեյրոնային ցանցի տրեյնինգ չի էլի։ Հա, իրանք փնտրում են բան, ակումուլյատորների համար հարմար նյութեր, որոնք, ասենք, ավելի լավ կպահեն էներգիա։ Հա։ Ու դրա ուժեղ սիմուլյացիաներ կան, այսինքն կարելի է կոմպով հասկանալ այս մատերը։ Ու տենց ոնց որ սրճ են անում էլի, ասենք մի հատ այս ատոմը դիրս տեղման, հետո մի հատ Քիմիկներն, այսինքն ֆիզիկ քիմիկ։ Հա, իրանք այդ material science-ը տենց անջորնի բան է, էլի չես հասկանում ֆիզիկա, քիմիա, այդ ինչ է։ Բայց տենց շատ լավ թեմա է։ Հա, այսինքն իրականում ավելի երևի քվանտային քիմիա է, այնտեղ դի հասկանաս այդ բյուրեղի մեջ ատոմների դիրքերի իր վրա ոնց կարան ազդեն ու այդ ոնց է բերում ինչ որ էլեկտրական հատկությունների լավ ու վատին էլի, որտեղ այդ ակումուլյատորի հատկությունները ինչ որ տես բաներից է կախված էլի, թե չգիտեմ էլեկտրոնները ինչքան ազատ են, չգիտեմ։ Չասես բաներ, հա։ Իրենք են գրանտների բաների մասնակցում։ Հա, իրանք 2 հատ լավ գրանտ ունեն։ Կներեք, էլի այդպես լաբերի ֆինանսավորումը հիմնական գրանտներից է, չէ՞ գալիս։ Իսկ այս GPU-ների ձեռքբերում են բերում, որ մեծ ասենք ինչ-որ թազակոմպեր են բերում։ Հա, էլի գրանտեր են, այս S2 կոմպերը որ կան։ Facebook-ում էլ էի գցել այն մեծ բաները։ Օ, այդ մեծ բաները տենց գրանտ չի շատ մեծ է, այդքան մեծ գրանտեր ցավոք չկան Հայաստանում։ Այդ տենց ոնց որ հատուկ համոզել ենք էլի։ Բայց ձեր համար են բերել։ Համասարանինն է, բայց ոնց որ էս էլի, հիմա սրանք իլ համասարանինն է, ու սրանք կոնկրետ էս 16 հատը եղել են 2 հատ գրանտ, հա, մի հատ, չգիտեմ, 23 թվին, մի հատ 24 թվին, կարող է -1, որ մեզ պետք է մի հատ սենց կոմպ, մի հատ սենց կոմպ, այդ ասենք են առաջինը
կարծեմ տենց լիքը լաբերով միացին գրել էինք, այնտեղ այդ սարքավորումների գրանտերում տենց պահկա, թե այլում ա պետք, ասենք մի հոգի գրում ա ու մի 10 հատ recommendation letter ա բերում, որ ինձ էլ ա պետք ու այդ տենց, չգիտեմ, դաժե գիտնականները հեք են անում, էլի ասենք, մի 20 հատ թուղթ ա բերում, բայց հետո որ վերջում հարցնես, թե ով օգտագործեն, դժվար այդքան էլ էլի, ստեղ էլ ես ինչքան հիշում եմ, այս ահարումների վրա ավելի շատ ենք գրել, քան ավելի շատ մարդը ռեկոմենդացիա տվել, քան օգտագործում ա, իսկ արշավները մենակ մենք գրեցինք, բայց էլի ասենք ԵՊՀ-ին այլի ասենք ֆիզիկները բան օգտագործում են, տեսեք իրանք այդքան շատ GPU չեն օգտագործում, շատ ասենք 10% CPU-ներն են իրանք օգտագործել, բայց գումարային 49 ա եղել, այսինքն իրականում օգտագործված CPU-ների 20%-ը իրանք են օգտագործել, որտեղ իրանք սիմուլյացիաների մի մասը CPU-ով ավելի հարմար է, ու այս լաբը այն մի հատ մեծ CPU cluster կա, չէ, ինժեներական քաղաքում, որ կոչվում է Ազնավուր, չգիտեմ, տեսել եք դրա մասին, թե չէ, որ ֆրանսիացիներն են նվիրել մեզ, այդ կոմպի վրա էլ ամենաշատ հաշվարկը իրանք են անում, այնտեղ մենակ CPU-ի, այնտեղ GPU չկա, ու իրանք կռստում են։ Այդ պահը ոնց է լինում, որ դե կոդը գրած, որպես ինչ կոդի հատվածը, այս ֆորմատը այդ GPU-ի վրա է GPU կոդի վրա ինչ կոդ է։ Նկարները շատը GPU-ով են անում, այդ որ բայց Python չի։ Չէ, դրանցից ոչ մեկ Python չի, դաժե AI-ը Python չի, այսինքն դուք որ Python գրում եք ինքը պրոստը ձեր համար է Python, բայց տակի մատրիցների բազմապատկումը Python-ով չի գրած էլի։ C++։ Հա, եթե CPU-ը C++, եթե GPU-ը CUDA։ Այսինքն այնտեղ տակը թարգմանվում դառնում է այն լեզվով, որը արագ է այդ սարքի վրա։ Հիմա այդ առումով AI-ի համար հեշտ է, որտեղ AI-ի համար լիքը ֆրեյմվորք կա այդ ամեն ինչը անող։ Մենք մեր համար Python-ով ինչ ուզում գրում ենք, տակից այնտեղ գնում դառնում է։ Անցած շաբաթ այն սեմինարը, որ ձեզ կանչում էին, այնտեղ այդ տղեն բաներ էր պատմում, OpenAI-ի մի հատ լեզու ունի, կոչվում է Triton, այդ է ցույց տալիս էլ, եթե այն կուսակում վիդեոն կլինի, որը CUDA չիմացողների համար պիտոնական ձևով կարող ես GPU-ի memory-ն ավելի նուրբ օգտագործես առանց CUDA-ի։ Ոնց որ CUDA-ով շատ ջանջալ է, իրանք տենց մի հատ միջանկյալ վերսիա ենք, թե որ memory management-ը ինքն է անում, բայց memory-ից այդ CUDA core կոչվածը, այսինքն GPU-ի մեջ էլ ոնց որ կա հիշողություն ու պրոցեսոր էլի, հա, ընդ որում մի քանի պրոցեսորներ, մի քանի շատ կան, բայց մի քանի տեսակ կա, հա, կան տենց քիչ թե շատ general purpose, որ վեկտորների վրա գործողություններ կարաս անես, բայց կան նաև հատուկ այսպես կոչված tensor core-եր, այս NVIDIA-ի GPU-ները, որոնք մատրիցների բազմապատկման համար են։ Այսինքն մատրիցների բազմապատկման դեպքում այդտեղ էլ բան չկա լավացնելու, դու ուղղակի պետք է նենց անես, որ tensor core-ով լինի, որը այդ փայտով չանում, այլի մեր տեղը։ Բայց եթե մատրիցների բազմապատկում չի, ասենք այն տանգես հիպերբոլական, չգիտեմ, ինչ են ակտիվացիաները, որ անցել են, հա, դրանք մատրիցների բազմապատկում չեն, դա մեծ վեկտորի վրա կետային գործողություններ են։ Ասենք եթե տանգես հիպերբոլական ես անում, հետո գումարում ես C, հետո չգիտեմ, softmax ես անում, այսինքն ինչ ես անում, դրանք արդեն tensor core-երը չեն անում, որտեղ տեղ մատրիցների բազմապատկում չի, այդ սովորական core-երն են անում, ու այնտեղ կա լիքը բան, memory access-ի խնդիր։ Այսինքն սովորական PyTorch-ի կոդը ինքը, ասենք, մի հատ տանգես հիպերբոլականի համար է memory-ից կարդում, հաշվում, հետ գրում։ Հետո ասենք գումարում ես C, մի հատ էլ է կարդում, գումարում C, հետ գրում։ Սա շատ է memory գնալ գալ էլի։ Այս Triton-ը մի հատ մեխանիզմ է, որ թույլ է տալիս այդ պահը դու գրես, թե
ասենք քաշի memory-ից CUDA core այնտեղ արա SSS բաները, հետո ուղարկի։ Տենց է դրան ասում են kernel, ոնց որ մի հատ kernel է գրվում, որ մի kernel-ը ոնց որ մի հատ memory-ից կարդալ գրելն է, էլի։ Որ memory-ից մի անգամ կարդալ, լիքը բան անի, հետո հետ գնի։ Հետո ես Triton-ով տենց մարդավարի լինում է գրել էլի տեսքից պիթոնական կոդով։ Ասենք CUDA-ով, չգիտեմ ինչքան բան պետք է գրես։ Ու Triton-ը քեզ թողում է դու ոնց որ այդ գործողությունների մասը գրես, իսկ թե ինքը իրականում memory management-ը ոնց է անելու, այդ արդեն ինքն է անում, էլի այն, ասենք C++-ական են malloc բան, մանա դրանք դու չես անում, էլի։ Պետք է Triton-ը կազմակերպում է։ Ոնց որ միջանկյալ լեզու է սարքել OpenAI-ը CUDA-ի ու Python-ի միջև են։ Ու այդ էր սովորացնում այդ տղեն բացում է Yandex-ում լավ օգտագործում։ Բայց հիմա ստացվում է ես այդ բանը քիչ ասեմ, դրանով մենակ ֆայլն է, ինքը դրանը պետք է։ Դե բանալու CUDA-ի հետ։ PyTorch-ը տակից CUDA-ը մեզ Անդրեյ Կարպատեն ցույց է տալի թե իբր Python-ը ինքը տակից NumPy-ով է, չէ՞, իմպլեմենտ անում, ասենք այն value class-ը որ սարքեց, իր մեջ գումարումը բանը, ինքը NumPy-ի օբյեկտներով է աշխատում։ Չէ՞, մեր իմպլեմենտ արածը։ PyTorch-ի իմպլեմենտ արածը NumPy չի, այնտեղ աշխատում է այդ torch-ի վեկտորներն են, չէ՞, torch-ը ինքը իր տեսակ ունի, torch-ը tensor-ը։ Ու այդ torch-ը tensor-ի իմպլեմենտացիաները կախված դրանից GPU-ում ես թե CPU-ում արդեն տակից ճիշտ գրած է, եթե CPU-ում ես, ասենք կարող է օգտագործի այն չգիտեմ այն MKL, KS Intel-ի library-ներ կա, որ CPU-ով մատրիցների բազմապատկումը արագ է անում, չգիտեմ տեսակետից բաներ ասեմ։ Սենց բաներ կա linear algebra-ի Intel-ի իմպլեմենտացիաներն են, որ Intel-ի CPU-ների վրա արագ են անում։ Կամ կա plus linear algebra subprograms, որոնք տենց էլի լավ օպտիմայզ արած են CPU-ների համար։ Torch-ը այս սրանք ատակից օգտագործում։ Եթե CPU-ը։ Եթե դի գնում ես GPU, Torch-ը այս ամեն ինչը ունի CUDA-ով գրած, կամ իրանց գրածն է, կամ NVIDIA-ի գրածը, որտեղ լիքի բան NVIDIA-ն էլ է գրել տվել։ Ոնց է Torch-ը ոնց է հասկանում, որ դա CPU-ը դաշտի դե GPU տեսնի սպეციფიկ կանոն։ Դու որ գրում ես tensor սարքի, հենց այդտեղ կարաս ասես դե հիմա էսի տա GPU։ Հա, այդ Կարպատի վիդեոներում այդ երևի շատ չի հանդիպում, որտեղ տենց այդքան էական չի էլի, բայց բանկային։ Բայց GPU-ները որ օգտագործում են դրանք էլ ինձ Այսինքն API կա։ Ցանկացած tensor կարաս գրես get to CUDA, ինքը տանը գցում է առաջի պատահած GPU-ի մեջ։ Եթե ոնց որ շատ ունես GPU, պետք է զգուշ լինես, ուզում ես SEN GPU-ի վրա լինեն, կարաս գրես որի վրա։ Այդ GPU-ն այսպես տեղ չի հասկանում, եթե նկարների հետ ակապված ոնց նկարաշրջանի գումարը Տեսեք, նկարները ինչի են, ես չէ որ նկարներով այդի որոշվում էլի, բայց նկարները հարմար են, որտեղ նկարը մեծ մատրից է, ու սովորաբար իրա վրա գործողությունները զուգահեռացվող են։ Օրինակ, եթե դու ուզում ես նկարը, ասենք, լուսավորես, այդ ինչ է նշանակում, այդ նշանակում է, ասենք, ամեն պիքսել գումարեմ 5, իսկ այդ նշանակում բոլոր պիքսելները նույն բանը գումարել, այդ եթե CPU-ով անես, ինչ պիտի անես, ասենք, պիտի for գրես, հերթով պիքսելների վրայով անցնի, որը շատ դանդաղ է, չէ, որտեղ պիքսելներից կախված գծային պիտի վատանա էլի։ Իսկ եթե ձև կա, ասենք, այն ամենաadvanced CPU ծրագրավորողները բաներ են անում, չէ, ասենք, թազա CPU-ները ունեն yes image register-ներ, 64 բիտ անոց, չգիտեմ ինչ է, AVX, բան, չգիտեմ, selectors բաներ։
Այսինքն ոնց այդ մատրիցը կտրտում ես վեկտորների ամբողջական վեկտորն ես գցում CPU-ի ռեգիստրի մեջ դրա վրա միանգամից գումարում, որտեղ տենց բաներ support անում լինի CPU-ները։ Իսկ GPU-ով այդ սուպեր արագ կարա լինի, որտեղ GPU-ում այդ նույն բանը շատ անելը հեշտ է էլի։ Դու ես ամեն ասես գումարի ինքը բոլորը ինչքան տեղավորվում է իր քորերի մեջ գումարում է դա դնում։ Ու ասենք ես որ հետները աշխատեք հիմնականում ստեղ խնդրեմ է լինում որ ասենք ինչ որ վեկտոր երբեմն մոռանում ես տանես GPU մնում է CPU-ի վրա մեկի գրում ես ասենք if a-ը հավասար է b եկել է error տալի ասում եմ գիտես դրանք տարբեր սարքերի մեջ են էլի իսկ ոնց դրանք համատեղ համար ոնց որ պիտի ամեն ինչ կամ ընդեղ լինի կամ ընդեղ լինի էլի GPU-ները իրարից անկախ են։ GPU-ները իրարից անկախ են։ Կա շատ լավ հարցեր ենք քննարկում հեսա կա NVIDIA-ն ունի հատուկ կոմունիկացիայի library GPU-ների միջև խոսալու, որը ես տենց մարդ չգիտեմ որ տիրապետում է, կոչվում է NCCL կարդում են Knuckle, չգիտեմ ինչի։ Այս NCCL-ը CUDA-ով GPU-ների միջև խոսալու լեզու է ու իրանք կարող են խոսան, բայց էլի ասենք մենք իմ նման մարդը այս սրանից ուղիղ չի օգտվում։ PyTorch-ը սրա վրա սարքել է ավելի հարմար բաներ, որը տակից է սա օգտագործում, բայց մենք PyTorch-ից ենք օգտվում։ Նայես հարցնենք, տեսնենք։ Սուսում եմ մի քիչ ավելի բաց բաներ կասեր, բայց լավ։ Նայեք ես ինչա։ Երբ որ դու process-ները ոնց լավ ասեմ, նայեք ոնց որ եթե մենք ուզում ենք մի քանի GPU օգտագործենք, դրա իմաստը մեծ մասամբ այն է, որ նույն բանը զուգահեռ անենք մի քանի GPU-ի վրա։ Տեսականորեն կարող այլ պատճառներ լինի, օրինակ կարող է երկու տարբեր տեսակի գործ ենք անում, բայց իրանք իրարից կախված են, կարող է մի GPU-ն մի գործ անի, երկրորդը մյուսը, ու այս առաջինը երկրորդին բան հարցնի, օրինակ կբերեմ, բայց էսի շատ հազվագյուտ է։ Դեպքերի 99% ուղղակի նույն բանը պետք է շատ անել, մի GPU-ում չի երիքում, երկու GPU ենք վերցնում կամ 8 GPU ենք վերցնում, որ նույն բանը զուգահեռ սաղով անեն։ Հիմնական ասենք մանդրիցը այնքան մեծ է, որ մի GPU-ով չի լինում։ Տենց հազվագյուտ է լինում, մեր հետ օրինակ տենց չի լինում։ Այս ասենք այս GPT-4-5 բան դրանք ունեն տես պրոբլեմ, իրանց մոտ կարող է այնց մեծ մատրիցներ լինի, որ մի GPU-ում չտեղավորվի, որտեղ տրիլիոն պարամետր է էլի։ Բայց մեզ հետի չի սպառնում, մեր մոտ պարամետրերը ասենք 300 միլիոն են կամ չգիտեմ 4 միլիարդ են, հետի տեղավորվում է մի GPU։ Նրա համար տենց հարց չի լինում, որ պետք է լինի մատրիցը կիսել, բայց բաճի առանցքով մեր մոդելը չի տեղավորվում արդեն օրինակ մեր չգիտեմ Sample-ի տրեյնինգներում ասում ինչքան է բացայից ասում 1 բայց ավելի չի տեղավորվում այսինքն այնքան մեծացանց է այնքան շատ է դատան որ մի օրինակից ավել այդ նեյրոնային ցանցը ինքը տրեյնինգի ժամանակ իր memory-ին այդ արդեն պատկերացնում եք չէ այնտեղ weight-երն է պահում gradient-ներն է պահում բայց նաև ակտիվացիաներն է պահում չէ ասենք որ forward process-անում ամեն layer-ի արդյունքը վեկտոր է դա պետք պահել էլի
Հատկապես գրադիենտ հաշվելուց դա պետք է գալու։ Հիմա դրա համար weight-երը որ պահում ես, գրադիենտները պահում ես, մեկ է բարձրում է GPU-դ քեզից շատը գնաց արդեն։ Դրանից հետո արդեն բայց size-ից կախված այն տակի մնացածը շատ արագ կարող լցվի, էլի, ասենք կարող է մի օրինակ բոլոր ակտիվացիաները կարող ես պարես, երկրորդ օրինակ արդեն չես կարող պարես։ Այդ պահել ասելով Memory-ի մեջ, GPU-ի memory-ի մեջ տեղավոր։ Ուրեմն իմ մենուլոքում սիփելը հենց առանցի։ Այս GPU-ը ոնց GPU-ն էլ ոնց որ կոմպ լինի, էլի, GPU-ի մեջ կա memory ու կա հաշվող կտոր։ Իրականում Պրոստը հաշվող կտորը։ մեր մեջ ասած CPU-ն էլ է տես, չէ՞, այնտեղ կան ռեգիստրներ։ L1 cache կա, չգիտեմ ինչ կա, չէ՞, CPU-ներում էլ է գազանանոց memory տեսակների, հա։ Այդ նույն բանը GPU-ներում է կա, այդ նույն L cache-ը կարող է մի քիչ էլ ավել։ Բայց GPU-ն ունի իր memory-ն, իր dedicated, որի արագությունը իրանից իր register-ներ, իր CUDA core-եր շատ արագ է։ Այսինքն այդ արագությունը մոտիկությունով չի չափվում, ինչ որ ուրիշ ձևով, ամենից որ այդ քեշերը ինչքան մոտիկ է, այնքան ավելի Ստեղ էլ է, բաց, հա, ստեղ էլ կա այդ մոտիկությունը։ Այսինքն CUDA core-երին GPU-ի հիշողությունը շատ ավելի մոտ է, քան CPU-ի հիշողությունը։ Հա, դրա համար մենք CPU-ով ասենք data-ն load անելուց մի անգամ գցում ենք GPU, հա, այդ որ նոր ցույց տվեցի get to CUDA ու so ոնցով չենք անում ընդեղից մինչև training-ի վերջը, էլի։ Հա, ասենք ամեն իտերացիայում weight-երը չենք բերում CPU տանում, չէ՞։ Սա մնում է GPU-ի memory-ի մեջ։ Հիմա GPU-ի memory-ի մեջ Բայց այս GPU-ի memory-ի մեջ համել weight-երը, հա, չէ՞, ակտիվացիաները, հա, համել այդ matrix Matrix-ը weight-երն է, էլի, չէ՞, ուրիշ ինչ matrix կա։ Մուտքը X-ը դառնում։ Եկեք X-երն էլ ակտիվացիաների մեջ հաշվենք։ Ոնց այդ X-երը ամենահեշտ ուժովն է, որտեղ իրան դա շատ պետք չի պահել, էլի, ասենք այս բաճը որ եկավ, այդ պահին պետք է պահենք, որ բազմապատկենք weight-երով։ Բայց հետո կամ գցենք, բայց այս ակտիվացիաները արդեն դժվար է հիմա գցել, որտեղ գրադիենտ հաշվելուց էլի պետք է գալու։ Դրա համար այս բոլոր layer-ների ակտիվացիաները հաշվում են, բայց դրանք իրանց չափերով նման են X-ին, էլի, որտեղ ասենք X-ը ինչ էր մեր դեպքում, չգիտեմ, 8 չափանի վեկտոր էր, իսկ այն ակտիվացիան ասենք 100 չափանի վեկտոր էր, չէ՞։ Linear layer-ը ունեինք, որ 8-ից սարքում էր 100։ Այդ նշանակում է, որ այդ ակտիվացիաները իրանք X-ից դաժե մեծ են, էլի։ Այսինքն այդ մի բաճի դատան պետք է պահես իր բոլոր layer-ների ակտիվացիաներով։ Այդտեղ շատ հեշտ հասնում ես memory limit-ին, որտեղ ասել կարելի է բայց size-ը դնել 200, բայց դու 2 ես կարող։ Հիմա այդ դեպքում ասում ես լավ, արդյոք 8 GPU-ի վրա ամեն մեկի վրա 2 պահեմ, գոնե կլինի 16 բաճի չափը։ Բայց այդ վաղ լուրջ հարց է առաջանում, որ ամեն data, ամեն GPU-ին ես տամ 2 բաճ size, հա, 2 հատ նախադասություն։ Իրանք հաշվեցին ամեն մեկը, իր գրադիենտը հաշվեց։ Հիմա եթե ես թողեմ ամեն մեկը իր update-ը անի, հիշում եք այն update-ի քայլը կա, չէ՞, որ գրադիենտը հաշվել ենք, հետո պետք է ասենք այն Ադամին տանք, ասենք optimizer-ը, հա, արդեն weight-երը փոխի։ Եթե ամեն մեկը իր weight-երը փոխի, կստացվի 8 հատ տարբեր նեյրոնային ցանց։ Բայց մեզ մի հատ է պետք։ Դրա համար պետք է այդ update անելու պահին մի հատ գրադիենտները բոլորինը միջինացնել։ Բայց դրանք հաջորդական չեն անում, նկատի ունեմ ընդհանրենք մի layer-ը ինչ-որ բացավ, հաջորդ layer գնալու համար ինքը նախորդի data չի բանանում օգտագործում, այդ դեպքում ոնց է ստացվում, որ GPU-ներին ամեն մեկին մի հատ բան տալիս, բաճ տալիս, դերից անկախ
աշխատում են։ Ես էդի հաջորդական եղած երևսնով։ Layer-ները հաջորդական են, Հմ։ բայց ամեն layer-ը ոնց որ ասենք ունենք 8 GPU, ամեն GPU-ում այս պահին բոլորի weight-երը նույնն է։ Հա։ Հիմա ես ունեմ, ասենք 16 նախադասություն։ Առաջ երկուսը տվել եմ այս GPU-ին, այս երկուսը այս։ Հիմա իրանք առաջի layer-ը հաշվեցին։ Այստեղ weight չի փոխվում, չէ՞։ Weight փոխվելու մենակ ամենավերջում, երբ որ gradient-ը հաշվեմ, update անեմ։ Դրա համար հիմա ոչինչ չի խանգարում, որ ես երկրորդ layer-ն է հաշվեմ։ Առանց իրար մեջ խոսալու, ամեն GPU իր data-ի մասով, իր forward-ը անում։ Հիմա արեցի, հիմա ամեն GPU իր data-ի մասով իր backward-ն անում։ Մենք ամենասկզբից ենք սաղի weight-երը սահմանում։ Ամենասկզբից initialize ենք արել, չէ՞։ Սա weight-երը։ Այդ initialize-ը, որ մի անգամ արեցինք, դա copy ենք անում բոլորին։ Ասում ենք բոլորը նույնն է հիմա։ Այսինքն okay, լավ ճանաչեցի։ Հաշվեցի forward, հիմա backward եմ անում։ Ամեն մեկը հաշվեց իր gradient-ը։ Հիմա չեմ ուզում update անեմ, որտեղ որ update անեմ, կստացվի, որ ամեն GPU իր ցանցը դառավ արդեն, ամեն մեկը մի կոմա սովորում։ Դրա համար պետք է այդ gradient-ները սինխրոնայզ անեմ։ Հա, իր օրինակ գումարը մի հատ։ Այդ անում է այս հրամանը։ Բայց ոնց իրականում նա չի ստացվի, չէ՞, ինչ որ պրոդուկտիկ որից գերեզոպիկ ինքն դասավորած չնայած ցային դեռ չենք ստացել, բայց մոդիկ չէ, ջամը իջնացնում է։ Դա Բայց շարունակել ենք, չէ՞ միջինացնել։ Դեսակ շուտ ահանգին վենդին։ Մենք եթե ունենենք 16 հատ այս size-ով forward ենք անելու backward, չէ՞։ Հա, ու просто փոխելու ենք, հա, ուրիշ հարավային գործում։ Հա, բայց այդ փոխածը ի՞նչն էր ելնելու։ Մի հատ արի մտածենք դրա gradient-ը։ Այդ պահին, որ պետք է փոխեն։ Այդ gradient-ը հավասար է այն 16 հատի gradient-ների միջինին, չէ՞։ Ասենք loss-ը ինչ էր, երևի տենց կարելի է հիշել։ Loss-ը գումար էր ըստ բաժի առանցքի, չէ՞։ Հիմա gradient-ն էլ է դրանից հաշվարկված։ Ոնց որ այդ կարող է մաթեմատիկապես մտածել, որ ոնց որ գրել են gradient գումար, այդ նույնն է, որ գրես գումար gradient էլի։ Հա, Հա, տեղափոխելի է։ գումար գրադիենտը ստացվում է որ տենց անեցի։ Հիմա ստացվում է, որ եթե 8 GPU-ի վրա էր, համեկը 222։ Գումար Ահա, հիմա այդ բոլորի gradient-ները բերեցինք, այդ դրա ֆունկցիան է սա։ Թորչը ասում է, գիտես ինչ, եթե նախ մի հատ տարօրինակ բան է իմ համար շատ տարօրինակ, բայց շատ պարզ։ Երբ որ պետք է 8 GPU-ով run անել, ինքը ինչ է անում, ինքը ուղղակի 8 հատ այդ նույն process-ից run է անում։ Լրիվ նույն։ Այս մեկին ասում է քո GPU-ն 0-ն է, սրան ասում է քո GPU-ն 1-ն է, սրան ասում է քո GPU-ն 2-ն է։ Ցիկլների համարներն է տալ, բայց լրիվ նույն կոդը run անում։ Այդ նույն կոդը run անում գալիս է հասնում է այն պահին, երբ որ պետք է բաչերը սարքվի, այդ տողում մի հատ ասում եմ այդ հիշի քոնը որն էր, որ համարն էր դու, երրորդ համարն էր, արի դու գնա երրորդ բաչը վերցրու։ Հա, ասենք այս 16-ը պետք է վերցներ, գնա երրորդ զույգը վերցրու։ Հա, առաջին ասում դու առաջի զույգը, ասում դու երկրորդ զույգը, դու երրորդ զույգը, այսինքն data framework-ները անում են, բայց եթե մենք գրելու ենք, եթե ենք գրելու էլի, այսինքն ինչով է տարբերվում 8 GPU-ով training-ը մի GPU-ով training-ից, իրականում մի 4 ստող կոդով է դա շատ տարբեր։ Մի հատ պետք է այդ դատան նենց անել, որ նույն կոդ, նույն դատան չկարդան։ Դատան է կիսում, գործը այդ ռազմիկից կիսում է։ Բայց հետո լրիվ նույն կոդը աշխատում է այդ կտորի վրա, ասենք forward պետք է անել, նույն forward-ն է անում բոլոր GPU-ները։ Դրա համար դրա իմպլեմենտացիան ուղղակի այն է, որ 8 հատ process է start լինում կոմպի վրա։ Ամեն մեկը գիտի ինքը որ GPU-ին է պատասխանատու։ Մեկ էլ այդ իր ինդեքսով որոշում է, որ դատան կարդա։ Հիմա forward-ը բոլորը զուգահեռ անում են այդ 8 process-ներն։
backward-ը անում են, ու այս որ պետք է արդեն update անեն, այդտեղ մի հատ տող ավելանում, ասում ես մի հատ all reduce։ Այս all reduce-ը, այս ֆունկցիան թողջի, տակից այդ magic-ը անում է, որ այդ NCCL-ով GPU-ները իրարից ուզում են, կարծեմ բանը, գալիս է մեկի մոտ, կարծեմ մի հատ։ Մեկը պետք է դիանի, հետո իր մոտի գույթերը։ Ինքը բան է անում, հավաքում է իր մոտ, all reduce-ով, գումարում է, հետո broadcast է անում, ու այս երկու տողը որ գրում ես, դրանից հետո արդեն այդ բոլոր 8 process-ները ունեն նույն gradient-ի update-ը։ Այդ ժամանակ ասում ես դե հիմա դա է, Ադամի քայլը ար, որտեղ արդեն բոլորիս մոտ նույն վիճակն է։ Այդ բոլորը նույն քայլը անում են, դրանից հետո բոլորի weight-ը էլի նույնն է։ Այդ կոչվում է distributed data parallel, որտեղ Անձի ճշգրտությունը չի շեղում չի տալիս։ Իրականում ոնց որ մի քիչ շեղում տալիս է բանի պատճառով, էլի floating point-ի error-ը։ Մենք էքսպրեսիոն կանոն, որ այդ ամեն բաչում համարյա իրար մոտիկ բաներ է ստացվելու, արդյունքներ է ստացվելու, չէ՞։ Այսինքն, եթե իրարից շատ հեռու ստացվի, գալիս է շեղումը տանալու, շատ ալու։ Իրականում այդքան շեղման պրոբլեմ չկա։ Հա, տենց ինչ անով, այդ floating point-ի error, տենց էսի միշտ չի էլի։ Սիրում են այդ gradient-ները 32 բիտ պահել, մենակ այդ Yandex-ի տղեն անցած պատմում էր 8 բիտով training-ի դժվարությունները, floating point-ը 8 բիտում ես փորձում տեղավորես, դա կինո է, բայց 32 բիտում ոչինչ հարց չկա։ Ու հիմա թե ոնց որ միանգամից 16-ը կմիջինացնես, թե 2 կմիջինացնես, հետո մի հատ էլ այդ 8-ը կմիջինացնես, դա շատ քիչ է, էլի դրանց տարբերությունը տեսանելի բան չի։ Հիմա այս ձևով իրականացված է GPU-ների միջև խոսալը։ Ես ուզում եմ ասեմ, որ իրականում GPU-ների միջև խոսալը կարար շատ բարդ բան լիներ, բայց պրակտիկայում այդ պետք է գալի շատ սենց պարզ դեպքերի համար, որ ուղղակի այս 8 հատ process է, ամեն մեկ իր GPU-ի վրա, բոլորը ունեն նույն անունով փոփոխականները, ու մեկ-մեկ պետք է այդ նույն անունով փոփոխականները հավաքել էլի։ Այսինքն իրական use case-ը շատ պարզ դեպք է։ Այդպես բան չկա էլի, որ առաջի GPU-ի երկրորդ layer-ի դատան գումարեմ երրորդ GPU-ի 6-րդ layer-ի դատային, բան երբեք տեղի չի ունենում։ Այս NCCL-ը այդպես բաներ support կանի, բայց դա պետք չի։ Դրա համար իրականում պետք է գալիս մենակ այդ պրիմիտիվ բանը, որ եթե բոլորս լրիվ նույն բանն ենք անում կանք, իրար տանք մեր նույն փոփոխականները։ Ու այդ implement-ատ անելը, այդ ոնց որ կարելի է high level շատ հեշտ implement անել, high level API-ով, ոնց որ մեզ տալ ուղղակի մի հատ այսպես ֆունկցիա, all reduce ու վсё։ Դե ասում դա սիստեմը բարթած շտատում է։ Էլեկտրոստոմը Անձամբ պետք է որ նասենգենա տեխնոլոգի ստարկ կապասիտետը ունի, որոնց աշխարհի միջոցներին եւ իրան պատասխանը ինքը ասած միջնորդն որը այդ ուղարկե, որ ասենք սրվեն ասենք մեկ երեքշոցում է, չորրորդը, երրորդը, երկրորդի միջանկյալ բաներով GPU-ներով չուղարկել են առաջինը։ Միջանկյալ բաներ չի։ Հա, Նայեք իրականում թե ոնց է կապած իրար, ես չգիտեմ։ Ինչ որ միտեղ լսել եմ, որ ինչքան գիտեմ ցիկլով է կապած, բայց ես եմ մի հատ are 8 GPUs connected with GPUs through the link what
Field topology testing ասում։ Հասկացածով երբեք բոլորին դեպքի չորոշտի։ Համադրակի ինտերֆեյսը Կամերստի միշտ ունենալու Ասում full mesh այսինքն բոլորին են։ Եթե դա նշանակում, բայց ինքան դժվար հավատալ։ Աստորեն ինչ-որ հատուկ switch-եր են GPU-ի ներսում, GPU-ի ներսում չէ, motherboard-ի վրա։ Ես իմ աչքով տեսել եմ մի հատ NVLink, որ երկու GPU-ա միացնում, երբ որ են կոմպի վրա երկու հատ է, միացնում զրծիկ ես դնում, ինքը տենց իրանց միջև կապը գերարագ ապահովում է, բայց 8 հատովը չեմ տեսել ոնցալին։ Այսինքն աստորեն ինչ-որ switch-եր ունի NVIDIA-ն, ասենք 6 հատ, 4 հատ չգիտես ինչի, որոնց կպնում են ամեն GPU-ն ու դրանք իրար մեջ ապահովում են բոլորից բոլոր connectivity։ Հետաքրքիր է։ Որ ովումից ուզի կարողանա ստանալ։ Բայց ինչքան գիտեմ, այն մեր բանը, որ գրել է, այս սրանք, այս TOF distributed-ը, այս whole radius-ը, ինքը բերում եմ 0-ի վրա, ասենք, 0-րդ GPU-ի ինքնագումարում ու տալիս եմ մյուսներին։ Ու դրանով ոնց որ այս զուգահեռացման այս տեսակը, որ կոչվում է DTP, լրիվ լուծվում է։ Մի հատ շատ ավելի բարդ զուգահեռացման տեխնիկա կա, կոչվում է FSDP, այդ ձեր բաներում գրել է, ինձ թվում է դա կտամ տենց ուսումնասիրեք ինչ-որ վերջնական քննության է բան։ Ինքը ավելի խելացի բան է, ինքը weight-երը փորձում է չկրկնի, որտեղ հիմա նայեք, այդ տարբեր GPU-ները դատայով տարբեր են, X-ով տարբեր են, ակտիվացիայով տարբեր են, բայց weight-ով նույնն է։ Ու բոլոր weight-երը պահում են։ FSDP-ն ասում է, եկեք ամեն layer-ը բաժանենք մասերի։ Layer-ը մի հատ մատրիցա, այն ձեր ասած միտքն է, որ մի մատրիցը մի GPU-ի մեջ չպահենք, բայց ոչ թե որտեղ տեղ չի անում, այլ որտեղ ուզում ենք խնայենք։ Ասենք առաջի շերտի մատրիցը բերեք 8 մասի բաժանենք, ու ամեն մի GPU-ին տանք մի կտորը պահի։ Հետո երկրորդ layer-ն է, երրորդ layer-ը, բոլոր layer-ները 8 մասի բաժանենք։ Ընդհանուր դատան բոլորի մեջ բաշխենք։ Բաշխեցինք։ Բայց հետո Հիմա ես դու առաջին ոնց որ դասում դու պետք է բոլորին դեպի այո։ Դրա համար ամենաառաջին layer-ը հաշվելու համար պետք է բոլորը բոլորին իրանց կտորները տան, որ այդ պահին բոլորը առաջի layer-ը լրիվ ունենան, որ բոլորը կանոնեն առաջի layer-ը հաշվեն, բայց հետո այդ պահին բոլորը կանան շպրտեն իրանց առաջի layer-ի բացի այն կտորից, որը մենակ իրանցն էր, ու արդեն երկրորդը հավաքեն։ Կոչվում է FSDP, Fully Sharded Data Parallel, ու դրանով հսկայական memory է խնայվում։ Իսկ դրանցանի վրա չի ասում, ինֆորմացիայի փոխանակում է դա։ Չեմ ասում ոնց է տենց դրա չստացվում, բայց իրականում այդ memory օգուտ այնքան մեծ է, որ եթե մի քիչ direct չես բանանի, բայց չեմ կարող ասեմ, որ տենց ինչ-որ զանդաղում այլ, ինչը նշանակում է, որ այս կոմպերի վրա այդ GPU-ների միջև կոմունիկացիան այնքան սուպեր արագ է, որ դու ամեն layer հաշվելուց բոլորը բոլորին data են տալի, ու այդ okay է։ Այսինքն share ոնց որ իրենց բանալը share Այդտենց մեր տեսակետից այլ է, բայց օրինակ այդ FSDP-ն implement անելը բանը բարդ է, օրինակ ես երբեք ռիսկ չեմ անի ինքնուրույն FSDP անեմ,
Բայց հիմիկվա ֆրեյմվորքները ունեն, ասենք եթե PyTorch Lightning-ով եք գրում, layer-ները, իրանց layer-ներն եք օգտագործում, իրանք արդեն այդ implement արած ունեն, կամ այդ Hugging Face-ի Transformers framework-ը ունի բան, մի հատ կոչվում է DeepSpeed, Microsoft-ը սարք է, այդպես ահավոր ագրեսիվ FSDP-ա կարող ունի, ոչ միայն weight-երն է կարող ուտես պահի, այլև հիշում եք optimizer-ը state-ի մասին ենք խոսել, ասենք են batch norm-ի ստատիստիկաները, դեղ learning rate-ի հետ կապված ինչ-որ բաներ, անցել ենք այդ Adam optimizer-ի focus չենք անցել, չենք թողել։ Ադամը զուտ օգտագործել է։ Adamը բան է անում, ամեն weight-ի համար լրացուցիչ info է պահում։ Ես ես կարծեմ մի անգամ պատմել եմ, որ այդ Adamի մեջ կա այդ նման momentum-ն է, երբ որ ոնց որ եթե ESCOM էր գնում, հիմա gradient ESCOM-ը ցույց տալի, դու մի քիչ sense որ այդ բանը պահում ես էլի, հա, իներցիան, այդ իներցիան պետք է միտեղ պահես, չէ՞, ոնց հիշես իներցիան։ Դրա համար ամեն weight-ի համար, բացի իր weight-ի արժեքից, Adamը պահում է եւս երկու հատ թիվ։ Աջակցություն, այդ բանը optimizer state-ա կոչվում, որը եւս, եթե ասենք 1 միլիարդ պարամետրանոց ցանց է, 1 գիգաբայթ էլ է դա էլի, 4 գիգաբայթ, եթե 4 բայթով է մի weight-ի բանը։ Այն մեծ է եկա ծախս, ու էլի բոլոր GPU-ներին պետք է այդ Hugging Face-ի DeepSpeed-ը այդ էլ է կարող կտրտի ու ցրի։ Դες լիքը բանի տեղ կա էլի, ճզմելով, շատ հետաքրքիր բաներ կա այդ, հուսով եմ այդ Կարպատի նանոչատի այդ inference engine-ում այս թեմաների մի մասը կծածկվի, օրինակ ես ձեզ ասում եմ, որ ակտիվացիաները պետք է պահել, որտեղ gradient-ը հաշվելուց պետք է, բայց մի տեխնիկա կա, որ ասում է, գիտես, ասում է, արի չպահեմ, հետո gradient-ը հաշվելուց որ պետք կլինի, էլի կհաշվեմ։ Մենակ թե պերոզը։ Հա, մենակ թե պերոզը, ասենք այդ forward-ը մի հատ հետո կանեմ։ Կարպետ չունի, եթե ասում եմ, դա պետք է լինի էլի կհաշվեմ։ Հա, դա պետք է լինում, հա։ Ու այդ դրանով մի քիչ դանդաղում, հա, բայց memory ազատվում։ Activation check։ Մեջ ոնց որ ավելի շատ memory-ին է կարևորություն տրվում։ Դա շատ դանդաղ քան թե իրականում memory-ին կարևորություն է տրվում, որտեղ runtime-ի bottleneck-ը ինքն է։ Ոնց որ data-ի վրայով պետք է անցնես։ Այդտեղից է գալիս էլի ժամանակի ծախսը։ Ինչքան շատ միայն ժամանակ դատա կարողանաս process-ը։ Դրա համար հիմիկվա մեծ batch size-երը, որոնցով մեծ ցանցերը train են անում, դաժե ամենամեծերը չեմ ասում էլի, նույնիսկ այդ 2-3 միլիարդ պարամետրը որ մենք անում ենք, էքսպերիմենտներով բարձվել է, որ լավ օպտիմալ batch size-ը 2 միլիոն token-ն է։ Այսինքն եթե քո նախադասություն ասենք 2000 token է, 2 միլիոնը նշանակում է batch size-ը 1000 էլի։ Քթիվա։ Web size-ը մեր context-ի չափն է։ Չէ։ Քանի օրինակ ենք միաժամանակ Հա, process անում։ Պետք է այդ շատ դարձնելով ինչ որակը training-ի։ Ասենք եթե դանդաղ այդ օրինակ անհանգստի եթե մենք արենք սինթեզը, բայց շատ կարելի է։ Ու եթե մի քանի մասը չորս։ Մենք քիչ կարելի է հանում, բայց շատ։ Չէ՞։ Հիմա եթե հաշվենք բանով data-ն ֆիքսենք, այսինքն բայց size-ը 1-ով կանեինք 1000 քայլ, բայց size-ը 4-ով կանեինք 250 քայլ։ Հիմա պարզվում է, որ եթե learning rate-ը լավ ես ընտրել, որտեղ դրանց learning rate-ներն են տարբեր, էլի optimal learning rate-ը 1-ի համար ու 4-ի համար նույնը չի։ Հա, սովորաբար ինչքան batch size-ը մեծ, ինչքան մեծ batch size եղավ, այնքան learning rate-ը կարաս մեծացնես, բայց ոչ միշտ է գծային, էլի, մեկ շուտ քառակուսի արմատաբան, օպտիմալ է։ Բայց արագ ես սովորում։
Դրա համար կարող է bite size-ը մեծացնես, նախ արագության մի քանի չափման բան կա էլի, հետազոտվել ես parallel computing-ում կա, ոնց որ wall clock են ասում, պատի ժամով ինչքան ժամանակ է անցնում, CPU-ի ժամը, չէ։ հա, ու կա թե դե ինչքան հաշվարկ ես անում։ Հիմա եթե ասենք մի byte size-ով 1000 քայլ ես գնում, կամ 4 byte size-ով 250 քայլ, իրականում հաշվարկը նույնն է։ Նույնքան մատրիցների բազմապատկում ես անելու էլի։ Բայց պատի ժամով կարա տարբեր լինի, որտեղ եթե GPU-դ կարող է զուգահեռացնի, 4 անգամ շուտ կարող է բրծնես ուղղակի։ Մենք որ ռամտան ենք նայում, մեր CPU-ների բաների համար միշտ ellipse վերցնում, պատի ժամը։ Բայց իմ պատանողը GPU-ից է, որ GPU-ն է Այս էլ որ մենակ ժամն եմ ասում, բայց հետո կա նաև որակը, թե loss-ը ինչքան իջավ։ Okay, ժամանակը։ Ժամանակը այն է, որ եթե կարող ես զուգահեռացնես, զուգահեռացրու։ Ոնց որ sense եմ դերել քո size-ը։ Sense-ից մեր GPU-ը պետք է օգտագործել։ Կարող պատահի մի GPU-ն 4 սաათ է կազմում։ Ոնց որ ստացվում է այն դեպքում, երբ որ մի byte size-ը GPU-ն երես։ Այո, Ստեղծում ավելնես։ հա, դեռ է դա։ Դրա համար ցանկալի է այնքան մեծացնես byte size-ը, որ սա GPU-դ նորմալ օգտագործվի։ Հիմա ստացվում է մի րոպե օպտիմալ byte size-ը կապված է GPU-ի ունակությունից։ Նայած օպտիմալը ինչ իմաստով։ Ժամի իմաստով, հա։ Այո։ Լավ, իսկ հիմա եթե որակին եք։ Հիմա եթե որակին եք նայում, պարզվում է, որ սովորաբար եթե մի քիչ մեծացանցդ ավելի մեծ byte size-ը ավելի որակյալ կլներ, քան տեղավորում ես։ Մի քիչ պես ցանցում արդեն byte size-ը 4 է տեղավորվում, ինչ ուզում ես արա, բայց դու ուզում ես գոնե մի 120 լներ byte size-ը, 120-ով ավելի լավ կսովորեր, ավելի շատ իջներ loss-ը, նույնքան data-ի վրա, նույնքան compute-ով։ Դրա ձևն էլ կա ասում։ Եթե դու 4-ով անեիր բոլոր անհրաժեշտությունները, չէ՞, այսինքն կոմպյուտերի նույնն է։ Չէ, կոմպյուտերն ժամանակային է։ Չէ, քայլերի քանը։ Չէ, քիթով էր լինել կակտաս։ Այդ 4-ով այսինքն հաղթող CPU-ն օգտագործվելու է, ոնց որ 4-ով օգտագործվելու, բայց ուղղակի Իսկ ստացվում է համատիս դրանաբական քանակը նույնն է, դու 4-ով անես, թե Այո։ Byte size-ը, բայց եթե դու մեծացնում byte size-ը, քորոսը կարող ավելի փոքր ստանաս, քան եթե փոքր byte size-ով շատ քայլեր տալու։ Ինչի, որովհետև ինտուիցիան մոտավորել եւ որովհետև ավելի շատ սեմպլի վրա կլասիկի ուղղությունը որոշում, քան մի քանի հատ։ Ավելի noisy է։ հա, ինքը կարող է քեզ տանի ավելի լոկալ։ Ոնց որ ավելի մեծ կդորը, ավելի շատ ինֆորմացիա։ Հիմնական ինտուիցիան է դա։ Շատ լավ ձևակերպում էր, ավելի ընդհանուր կարծիք է տալիս։ Դրա մաթեմատիկական ձևակերպումը այն է, որ full data-ի gradient-ի համար ավելի լավ estimate է։ Հա, ոնց որ ավելի լավ ես գնահատում ամբողջ data-ի gradient-ը։ Եթե ամբողջ data տրիլիոն հա։ Օրինակ եթե հենց սինթեզ դրությունները թե երկու հոգու հասնեսում է։ Իրաց դատիկի եթե 100 հարցնես շատ բանալ։ Հենց է դա։ Դες որ 3 միլիոն հոգի պետք է։ Դրա համար սոց հարցում անելուց, եթե ուզում են իմանան ով է հաղթելու ընտրություններում, պետք է նենց քանակություն վերցնել, որ այդ noise-ի տոկոսը քիչ լինի։ Հա, այդպես հաշվում են, որ ասենք եթե այսքան մարդուց հարցնենք, այդ դրա սխալը այսքան կարող լինի ամենաշատը էլի, հա, որովհետև այդ մեծ թվերի օրենքով ինչքան շատ հարցնես, այնքան մոտենում ես ճիշտ distribution-ին։ Հիմա այստեղ այդ հարցը կա։ Բայց որպեսզի միանգամից բարդացնեմ կյանքը, պարզվում է, որ այս չի, որ այդ ամբողջ մեծ size-ը միշտ լավ է։ Իսկ այդ ինչի է, այտենց այդ այնքան էլ հեշտ չի հասկացվում, բայց
Համարվում է, որ տենց միլիոն token byte size-ը օքեյ է, էլի language մոդելների համար։ Էդ էլ գիտեք ինչից է գալիս, հիշում եք, մի անգամ կարող է բաչնորմի ժամանակ պատմած լինեմ, որ հետագայում բաչնորմը հորինելու տարիներ հետո հասկացան, որ բաչնորմի օգուտը ոչ միայն այն է, ինչը որ հոդվածում գովազդվում էր, այլև այն է, որ ինքը մի քիչ noise-ը ավելացնում training։ Այսօր Նոյզը մի լավ է։ քիչ noise պետք է, էլի։ Այդ noise-ը օգնում է նաև այտենց փոսերի մեջ չլրվելուց, քիչ sense բան էլի տալիս, էֆեկտ է տալիս։ Դրանք այդքան լավ հասկացված չի, որ ասեմ դրան լավ թեորեմներ կան, բան, այդքան չէ։ Օրինակ այն ինչ որ չեք մենք խոսում, դրա թեորեմներ կան AI-ից դուրս էլ, հա, ստատիստիկայում կան թեորեմներ, թե ոնց է սեմպլների քանակը ավելի լավ estimate տալի։ Միջինի, գրադիենտի, չգիտեմ ինչի, այդ ամեն ինչը շատ լավ մոդելով վերևում է։ Այս մյուս ասածս, թե ինչի այդ անվերջ շատացները լավ չի, այդքան լավ չի բացատրվում։ Ես սրանց որ հարցնենք ինչ կասեմ։ Ես թասա չմինային։ Larger batch size improves gradient estimates. But why Որինի կետերը is an optimal test and too large is not good either? որինի կետերը ենթարկվես computing-ի հնարավորություններ, որ որոնք ամբողջ տանը մի բանչով վերցեն։ Մենք մի քայլ Մի էպող հասնում ենք, հա։ բայց մենք կարող հեշտ լավոց չստա, դրանք շարվա պլյուս։ Շատ վատ չէ, շատ վատը սուտ կլինի, նահագին լավ բան կստանա, բայց կարող է մի քիչ ավելի քիչը ավելի օպտիմալ լինի։ Նայեք, ասում է, in deep learning, perfect gradient estimate is often undesirable. Small batches high noise, slow batches low noise. Այս այն է ինչի մասին, որ մենք խոսում։ Այս այդ noise-ի էֆեկտն է, որ ես ասում եմ local minimum, չէ, դուք էլ ասացիք, որ կարող է local minimum դրվի, բայց իրականում այս deep learning-ում չկա էլի local minimum, կան saddle point-եր, որտեղ gradient-ը 0 է, բայց ինքը saddle-ը բանն է, thumb-ը, հա, ձիու։ Այսինքն ինչ որ մի ուղղությամբ local minimum է, բայց ինչ որ մի ուրիշ ուղղությամբ local maximum է։ Այդպես որ բոլոր ուղղություններով local minimum լինի, այդ շատ ամենարա էլի միլիարդ պարամետրի մեջ։ Այդ նշանակում է միլիարդ առանցքներից ոչ մեկով բան չունես էլի, հա։ Իջնելու տեղ չունես, այդ շատ unlikely է էլի։ Դրա համար ոնց որ training-ում խնդրումը ոչ թե local minimum-ն է, saddle point-ը, որ ասես գալիս ես միտեղ, որտեղից կա ինչ որ ուղղություն, որ իջացնում է։ Բայց gradient-ը 0 է, դրա համար չես իմամ ուր գնաս։ Չգիտես ոնց։ Դրա համար բան ես անում էլի։ Եթե չգիտես ուր գնաս։ Չես իմանում, ուղղակի հաստատ կա։ Այսինքն քո ալգորիթմը այդ բանը չի իմանում, որ կա։ Դրա համար այդտեղ լրվում է։ Gradient-ը 0 է տալիս, 0-ն բազմապատկում ես learning rate-ով մնում է 0։ Այդ մոմենտումը բանը նաև տես բաների համար է, որ եթե սենց վազելով եկել եմ սենց տեղ, որտեղ gradient-ը 0 է, չմնամ էլ այդտեղ հլային 9 կացողությամբ բրթվեմ, կարող եմ տեղից էլի։ Այսինքն այդ բոլոր տրյուկները տենց բաներից խուսափելու համար են։ Հիմա այս նաև արգումենտ է բերում, որ մի քիչ noise-ը այդտեղ փրկում է, էլի։ Եթե gradient-ը իդեալական հաշվեր տալու էր 0, մի քիչ վատ հաշվի, որ միշտ 0 չլինի, էլի։ Այս էլ կա իրականում, որ եթե byte size-ը 1 ես անում, մի հատ update-ով պետք է գնաս, իսկ այդ մի հատ update-ի չափը ճիշտ ոնց որոշես, էլի ինչքան հեռու թռնես։
Update-ը ինչ նկատի Այդ update-ը հենց այդ քայլը անելն է, չէ՞, այդ գրադիենտի ուղղությամբ քայլելը։ ունի։ Եթե հենց եմ արել, որ սա դատաս մի բաժի մեջ տեղավորվել է, նշանակում է մի քայլ ունեմ անել։ Հա, Այդ մի քայլից չափը որոշելն էլ է, չէ՞, կինո։ Հա, Ինչքան գնա։ ինչքան բան։ Այդ learning այդ rate-ն է։ լոբինգ այդը սապրոմազը վերնա։ Չգիտի։ Կարող, հա։ Բայց այդ չեղավ մի հատ update էլի, այդ նշանակում է 1000 անգամ տարբեր քայլերով գնացիր, տեսար ոնց է։ So computer սահագին վառում էլի տեղ։ Բայց տեսեք ուրիշ խելոք բան չի ասում էլի, նես չի, որ շատ ավելի լավ տեսություն կա, քան ես ձեզ պատմեցի։ Էս էլ է հետաքրքիր միտք, որ learning rate-ը շատ մեծ դնել էլ է վախենալու էլի, ասենք, եթե բացասը շատ մեծ է, դրան համապատասխան քայլը շատ մեծացնես։ Վերևը պարտին է մինչև ու բարած Հա, դրա համար ոնց որ սովորական estimate-ը բանն է, ես ասում մեծ learning rate-ը, մեծ language model-ների դեպքում Armen-ը մի հատ paper ունի, Scaling laws for generative mixed model language models. PDF տվեք։ Մեր Կարենն էլ է մի քիչ մասնակցել այս հոդվածին, դրա համար նույնիսկ Երևանն է նշված, բայց շատ քիչ է մասնակցել։ Ստեղ կա մի հատ bite size-ի ինչ-որ էքսպերիմենտներում գրած է մենք ուղղակի 1 միլիոն թոքեն ենք դրել, որտեղ ոնց որ գիտենք, որ դա ճիշտ է, էլի, բայց հետո մի հատ grid արել են 1 միլիոն, 2 միլիոն, 4 միլիոն, 8 միլիոն ու ինչ-որ մի ֆիգյուրում սենց բան է գրած, որ այս մի քիչ խառը դեպք է, այս այն դեպքն է, երբ որ տվյալները խուճուճ են, ասենք սա համ մոլեկուլ է, համ կոդ, համ speech է, համ կոդ։ Ոնց հասկանանք համ մոլեկուլը, համ կոդ, Ասենք դատայի կեսը մոլեկուլ է, կեսը կոդ։ այդ տենց է մնա։ Տարբեր տիպի դատաները ոնց որ մի բանը հասկացնել։ Gemini-ը տենց է, չէ՞, համարյա։ Մի քիչ չհամահանում եմ, բայց համարյա տենց է Gemini-ը, Gemini-ին նկարել ենք, չէ՞, կարող տանք սրա, ստեղ սենց։ Հա։ Հետո կարող ասենք համ էլ նկարի, չէ՞։ Օրինակ կարամ ասեմ please visualize from picture that Պետք է իրան առանձին process չի անում, հետո պրոստը մեզ մի բանով ներկայացնում։ շատ լավ հարց է, բայց չէ։ Այսինքն սկզբից տենց էին անում, ասենք GPT 4-ը տենց էր, բայց GPT 4 on արդեն նույն ցանցներ նկարում։ Ուզում եմ ճոգեմ ոնց կարելի է կոդին ու նկարին կամ ձայնային ու նկարին բանով ֆլոյով անցկացնել։ Այդ այսօրվա դասն է։ Tokenizers։ Հա, այդ Իրականում այս սրա համար լրիվ մեկ է այլի, չէ՞։ Իմաստը որն է, ոնց որ tokenizerի համար մենք ասում ենք լավ է decrypted բաները, այսինքն օբշտատան շուտներով ներկայացնենք, decrypted բաները ընտրենք ճիշտ է, ավելի շատ բան անում կրկնվում էլի, ենթադրենք տեքստի կամ միսին ինչի մեջ, զուտ սիմվոլների քանակը շատացնենք, բայց ընդհանուր դատայի բանը շատացնենք էլի, քանակությունը։ Ճիշտ կորեց։ Սիրուն մաշոլովի սարեն է։ Nice։
Այսինքն այս նկարի ու տեքստի բաները նույն vocab-ը չէ՞։ Այո։ Vocab-ի կեսը նկարների vocab-ը, կեսը տեքստի vocab-ը։ Բայց սա նույն ինդեքսացիա է, սա տեքստացիա։ Ասենք 1-ից 20,000-ը տեքստ է, 20,000 1-ից 30,000-ը։ Դրա պլյուսն այն է, որ ինքը ավելի բարդ հարաբերություններ է սովորում տեքստի ու նկարների միջև։ Այս ինքը բան չի անում, չէ՞, օրինակ նկարի ու տեքստի համեմատական եթե տանենք, իրանք ընդհանուր չունեն։ Ոնց որ ինչի՞ չէ կարա ինքը առանձին process անել Լավ, հարց է, թե չունեն։ Գիտենք, որտեղ չես իմանա ինչ ունեն, բայց տեքստը առանձին vocab-ով է դիտարկվում։ առանձին vocab-ը, խոսում ենք դրա մասին, որ SMIC-ները, ասենք Gemini-ը, տեքստ, աուդիո, նկար մի նեյրոնային ցանցով է մշակում։ Հարցենը ամեն մեկը առանձին չի մշակում։ Բայց հարցի պատասխանը դրանց միջև կապերն է։ Ինձ օրինակ պետք է, որ ես նկարի մասին կարողանամ տեքստ գրեմ, չէ՞, կամ ստեղ հակառակը եղավ, ես տեքստ տվեցի, ինքը նկար տվեց։ Այսինքն իր գլխում պետք է նկարների թոքենները կապված լինեն բառերի թոքենների հետ։ Այդ կապը ապահովելու համար նույն ցանցով անելը ինչ որ բանի ձեռք է տալիս, էլի։ Այստեղ նույնիսկ Արմենը մի հատ այս հոդվածում մի հատ կտոր կա, որտեղ ցուցադրվում, որ շատ մեծ ցանցերի դեպքում, ասենք 30 միլիարդ պարամետրից հետո այդ, ասենք, ձայնը ու տեքստը սկսում են իրար օգնել։ Այսինքն ավելի լավ է դատայում համ ձայնը լինի, համ տեքստ, քան մենակ ձայն, մենակ տեքստ։ Դաժե ոնց որ ձայնի դատան, տեքստի դատային օգնում է։ Հիմա իրականում ավելի տեքստ ասում են, որ աուդիո տեքստ չէ՞։ Համը մեկ իրա թոքենայզեր ունի։ Ասենք ձայնի դեպքում այդ ինչ է, բաները, ձայնի տոնները։ Չէ, տեքստի դեպքում ինչ է, դուք նայել եք այդ վիդեոն, ասենք, ամբողջ հաշվողական լեզվաբանությունը 50 տարի մտածում էր, թե բառերը ոնց կտրտի վանկերով, իմաստային մոդուլներով, բանման, հիմա տալիս ես BPE-ն, ասում է, ես հաշվեցի, որոշեցի, որ ստերից կտրեմ։ Կոմբինացիաների հաջողականություն։ Պաուզա է տվել, միջավ զվեն է, ինձ է թվում։ Չէ, բացարձակ բաները։ Մենք տենց մոլեկուլների մոդելում այդ BPE-ով տվեցինք մոլեկուլները կտրտի, որ քիմիկոսները հարցնում են ոնց է կտրտի, ասում ենք դեսա նայի, գժվում են այսպես չան։ Բայց ես թվում է էդի գալիս է, թե մի դատայի վրա ինքը տրեյներ է, չէ՞, դատայից է գալիս։ Բայց ցավալին է, որ այդ իր անկապ կտրտած ավելի լավ աշխատում, պլոս ավելի լավ իջն։ Որտե ինքը հասկանում է իր կտրտածը, հեչ անպայման չի, որ իր կտրտածը մենք հասկանում, թե ոնց է ինքն ավելի։ Հիմա այս նկարը դրա համար է ցույց տալիս, որ այս մի քիչ էկզոտիկ հոդված այստեղ մի դատա չի, էլի խառնած է դատաները, image-ը տեքստի հետ, չգիտեմ, speech-ը տեքստի հետ, հա, ու այդ ամեն խառնուրդի համար այլանդակ էքսպերիմենտ են արել, որ տեսնեն optimal byte size-ը ինչքան է այդ խառնուրդում։ Ու ասենք speech code խառնուրդի համար optimal է եղել 4 միլիոն թոքենը։ Speech text-ի համար եղել է հետաքրքիր բան, փոքր ցանցերի համար կես միլիոն թոքենը, մի քիչ մեծերի համար 1 միլիոն, 2 միլիոն, 4 միլիոն, ասենք ինչ որ կանոնակ բաներ կա, այսինքն ցանցի չափից էլ է կախված optimal byte size-ը, բայց այնքան շատ կախված չի էլի, որտեղ տեսեք այստեղ 120 միլիոնից մինչև 7 միլիարդ փոխում են, այսինքն 70 անգամ մեծ է այս ցանցը սրանից։ Բայց optimal byte size-ը կամ 2 անգամ է փոխվում, կամ ինչ-որ դեպքերում вообще չի փոխվում։ Այսինքն optimal byte size-ը շատ ավելի ստաբիլ բան է language modeling-ում, քան կարելի է սպասել, էլի։ Դեռ ասենք միջինում 1 միլիոն դնում ես, տենց մտածում ես, որ այդտեղ չարժի ժամանակ ծախսել, էլի։ Մեծացող բան չի անել։ Հա, շատ բան չի։ Ես չգիտեմ, ես այդտեղ հարցնում եմ։
տեսնում էի, որ կոկսման կաշկում է։ Գիտեի, որ նկարները ասենք անոթի, չէ՞, հիմա վրաս շուն նկարը, թիմանը չէ շունը։ Լավ, Ինքը պետք է նանկինում նկարների թիմացը շանը ինչ լավ, դեպս նկարները պետք է իրենց անոթետարած նկարներ, չէ՞, դինի։ Դե անոթետն է տեքստի չի կսված, որ շնց ամեն նկարածա, սենց պիքսելների կոմուն գրեթե շտեսված չէ՞։ տենց էլ են անում, բայց ոչ միայն, որտեղ ասենք Վիկիպեդիայում, որ նայել dog edge-ը, ինչ-որ սենց մի հատ edge-ա, որտեղ կա ինչ-որ խորը նկարներ և տեքստեր։ Այ pre-training-ի ժամանակ ինքը էսա տեսե։ Այսքան տեսել է, սենց ինչ-որ թոքեններ են գալի, մեջը dog-ոտ թոքեններ են, հետո ինչ-որ թոքեններ են գալի, որոնք սենց նկարոտ թոքեններ են, Հա, ինքը խառը թոքեններ է տեսել, ինքը տեից լիքը բան է սովորում։ մի րոպե, բայց հիմա եթե ինքը տեմ թոքեններ է տեսել, տեքստի թոքենների բանը, պես նկարի թոքեն, ինքը դա ոնց է ջուրի։ Ոչ մի ձե։ Նկարը չի իրավունքի, ոնց որ ինքը թիվ չի ստան։ Բան ասել անան։ Հարցնում եք, թե եթե ոնց է իմանում նկարի։ Ես եթե ճիշտ եմ ասել, ամեն ինչ, եթե ինքը տենց ամեն ինչի մոտ է, ոնց որ ամոթոս կրին ամաչկին տեքստը կար, ապա ինքը միանգամից ոնց որ այդ խառը ինստիտուտ չէ, սենց ռանդոմ ձևով կարող է իրը գնάει դա։ Այսինքն կարող է տեքստ անած, հետո նկար, հետո օդիո, հետո վիդեո, հետո խառը, հետո սենց է դատան, ռանդոմ ձևով սենց դակար։ Հիմա բայց վերջի վերջը ամեն ինչի թիվ է։ Ինքը այսինքն չգիտի էդի նկարը, թե չէ, իր համար էդի թիվ է։ Պրոստը երևի ինչ-որ range-ից range, հա, range-ային։ Իրականում range-ը չի չէ բանա, range կա, բայց իրան վերջում հիշում եք embedding-ն է գնում, չէ, ոչ թե index-ը։ Ասենք ամենք vocabulary ունենք, որտեղ գրած է, ասենք առաջի 100 թոքենը, էս է, առաջինը A-ն էր, երկրորդը B-ն էր, երրորդը, չգիտեմ, C փակագիծն էր, չէ, տենց է, չէ, tokenization-ը, եկեք մի հատ հարմար tokenizer գտնենք։ Gemini-ի ձրի վերսիոնա փոճուր։ Տարբեր չափերի ունեն։ Gemini 3-ը կա հիմա։ Collection System բոլորը։ Հիմնականում սրանք են, 1 միլիարդ էլ ունեն, 4 միլիարդ, մեր օրինակ Սամվելը 4 միլիարդի վրա է աշխատում։ 27 միլիարդը արդեն նորմալ ցանց է, տենց ահագին խոսացող այս 4 միլիարդը բանը տենց շատ թույլ են էլի։ Այսա ըստ թվում է այս էլ Կորեայի ռիլիզ կանեն մեծ Gemini-ից հետո։ Добре,
Okay, ես թռնում եմ, բայց 6-ին կարող է արդեն տեղում լինեմ։ Դուբայ։ În Abu Dhabi să եկել։ Ընդհանուր բան ասած։ Как Gemini tokenizer-ը sentence piece-ը, որ այդ բարեկամ է, էլի։ 256,000 token ունի, շատ է Gemini token-ները։ Բայց ասում ցույց տուր, ասում այս կոդը գրի ցույց կտայի քեզ բան։ Okay, այս մի հատ token-ա beginning of sentence, որ նախադասության սկզբում դնում են, դրա համարը 2 է։ Որքան դեռ մի քիչ կողմից Իհարկե։ Մի հատ, ասենք 476 համարի token-ը probel ան է։ 235,000-րդ token-ը բասլիցացել լինում։ Հա։ Զարմանալի է իրականում։ Մտածում եմ նույնիսկ որ կարող է հորինում է։ Ինձ թվում է հորինում է, ասենց դժվար է լինի իրականության մեջ, որ vocabulary-ից քիչ հանդիպի բասլիցացել։ Հա, այսենց կտրտել է, հիմա սրա մի մասը կարող է նկարի token-ներ։ Any omni-modal tokenizer that contains both text and image tokens Այդտենց տիպը, որ մի մոդալը, տեքստը modality է, նկարը modality է, omni ասում են, յանի բոլոր modality-ները միասին, էլի, այդ GPT-4 Omni-ն է։ Ես չեմ հիշում open source բան կա, տենց։ Մետաս Chameleon։ Մետայի Chameleon-ը հենց Արմենի paper-ն է։ Տեսեք ինչ է, տեքստի համար BP արած, նկարների համար մի հատ հատուկ ցանց է, որը նկարը convert է անում discrete token-ների։ Իսկ ուզեի մենք անցածելնենք, բայց մի քիչ դժվար թեմա է։ VQ-GAN կամ VQVA-ի։ Matrix 1-ը հիմա անում է VQVA-ի, by the way, կարելի է բանել պատմի։ Եվ այդ VQVA-ին ինքը մեծ առանձին ցանց է, որ ինքը 4 պիքսելներ է տալիս, ինքը տալիս է իր բառարանից token-ներ, հա, ոնց որ այդ tokenizer-ն էլ է ցանց էս դեպքում էլի։ Tokenizer-ը նեյրոնային ցանց է, որին input-ում տալիս ենք պիքսելները, նորմալ նկարը։ Ինքը տես process է անում, վերջում տալիս է ինդեքսներ, ասում։ Վիդեոներ չեր ասում, որ ինքը բաներ անում, train-ներ անում, նա տեքստեր վերցնում, train-ներ անում, որ հասկանալ օպտիմալ բաները ոնց ընտրել։ Այդ token-ները ոնց tokenize-անի այդ տեքստը։ Ինչ ջոկելով այդ բաժանելու կտորն էլի train-ի հիման վրա էր ջոկում, ոնց բաժանում անի։ Այդպես չէ։ Այս գիտեք ինչ պրինցիպով է աշխատում։ Տեսնեմ, ստեղ լավ է բացատրում։ Քան ճիշտ ասում, բայց քիչ ասում էլի։ Նայեք, ոնց որ ինքը ունի vocabulary, որը նախնական random init է արվում, ասենք 1000 չափանի տարածության մեջ 100 հատ կետ, random վերցված է։ Հիմա որ նկարը process է անում, այդ նկարի այնտեղ հատվածներով է, նկարի ամեն բլոկն է մի հատ token ստանում, ոչ թե ամբողջ նկարն է մի token։ Ոնց որ նախադասությունը մի token չի, բառերն է մի token։ Չէ՞։ Ասենք եթե մենք մանր քառակուսիկների ավարտում։ Ահա, հիմա ամեն քառակուսիկին պետք է մի հատ token տա։ Հա։ Հիմա այս քառակուսիկի համար հաշվում է մի հատ նեյրոնային ցանցի output-ը մի հատ վեկտոր է ստանում, չէ՞, ակտիվացիան այդ քառակուսիկի մի հատ վեկտոր առնելու։ Ինքը նայում է այն իր բառարանից, որն է սրան ամենամոտը։
Միլիոն է։ Բառարանը ինչ էր, բառարանը վեկտորների բազմություն էր, Բառարանը մեզ մոտարեց այդ նկարների։ նոր ենք սարքում, Այդ քառակուսիկները դիտա սարքեցին։ քառակուսիկները նկարներն են, նկարից input-ն է, բառարանը output-ն է, այսինքն ես պետք է հիմա tokenize անեմ, չէ, պետք է tokenizer սովորացնել, ինչ է նշանակում, նշանակում է սովորել վեկտորներ, ամեն մեկն ունի իր համարը, ասենք համարները դե նախորդ որոշել եմ, որտեղ բառարանի չափը նախորդ որոշել եմ, էլ եկեք պայմանավորվենք, որ 100 բառ եմ ունենալու աշխարհի բոլոր նկարների քառակուսիկների համար։ Ամեն քառակուսիկ այդ 100-ից մեկը պետք է լինի։ Հիմա ես պետք է մտածեմ այդ 100-ը ոնց դասավորեմ, որ սաղ նկարները գոհ մնան, էլի ինձնից։ Ինչ եմ անում, ասում եմ եկեք նկարները համարակալ, այդ բառարանս համարակալեմ, 1-ից 100, ամեն մեկի դեմը գրեմ մի հատ random vector։ Հիմա եկավ առաջին նկարը, առաջի քառակուսիկը։ Քառակուսիկը ցանցով մի հատ անցնում եմ, այդ ցանցը տալիս է մի հատ ինչ-որ vector։ Նույն չափանի ինչ-որ իմ բառարանն էր։ Նայում եմ, ես իմ 100-ից որին է մոտիկ։ Այս 100-ը random էր, դրանից մեկին մոտիկ կլինի, էլի չէ՞։ Չգիտեմ, մեկին մոտիկ է, ասենք թե 13-րդին մոտիկ է։ Այնտեղ loss-ը սնենց եմ գրում, որ այս 13-րդ բանը բառարանի item-ի, հա, ոնց որ 13-րդ բառի վեկտորը մոտեցրու էսրան, ինչը որ եկել է։ Մենք պետք է արդեն իսկ ընդունում ենք այն զորամոտը ու մի հատ մոտեցնում ենք։ Այսինքն այդ վեկտորները շարժում եմ, էլի չեմ թողում ֆիքսված նախորդ ոնց ասես մնա։ Հասկանում եմ։ Դեռ եթե դու այդ քարտսկին այդ մեյդից չստանալ ցանկալը որ պետք է չէ գեներացնի, ինքը հենց կբերեր կոնկրետ կդներ քարտսկը։ Եթե չմոտեցնես, ոնց այն եզրերը բանը։ Չէ, եթե չմոտեցներ, ինքը ոնց որ լիքը տարբեր քառակուսիկների համար կարող է այդ վեկտորը մոտիկ լիներ։ Կարող է բոլորի մեջ մոտիկ լինել, բայց այնքան մոտիկ չլինեն, որ լավ նկար ստացվի։ Չնես իմ քիչ ավելի բարդի ձեւ, չգիտեմ, չեմ ձեզ տանջում։ Ես լավ չեմ պատկերացնել մոտեցնելը։ Եթե ինքը բազմություն է, բազմության մեջ մի էլեմենտը, որը ինձ ամենամոտիկն էր, ավելի եմ մոտեցնում։ Ասենք մոտեցնելը, այսինքն այդ վեկտորի բաներն ենք, անդամների թվերն ենք փոխել։ Համա։ Ասենք ես ոնց հասկանում եմ, փոքր քառակուսիկ է, ցած ձեռք կարա չէ։ Ասենք թե հիմա ես իրեն գրել եմ, անեք ձեռքով անող մարդ կար։ Հիմա ասենք թե ձեռքից դեպքը հենց այն է, չէ։ Դժոնիկի ձեռքով անողը սենց ինչ թեք պետք է չէ՞ լինի։ Հիմա եթե կոս թոքենների հետ բառանում որ S վեկտոր, S նկարը, հա։ Ես այդ որը դատա եկել է սենց։ Դու մի քիչ սենց անես որ մստես նկարը այս չի։ Pixel space-ում չի հետ է։ Հասկանում եմ, բայց դրա արդյունքը չի իրականում։ Նայեք դրա իմաստը հետևյալն է։ Մի հատ բանը, content-ը ասեմ, էլի ոնց որ պատկերացրեք աշխարհի բոլոր նկարների քառակուսիկները նեյրոնային ցանցով անցնելուց ստանում են ինչ որ վեկտորներ, չէ՞։ Այդ վեկտորների space-ը ինչ որ մասեր խիտ, ինչ որ մասեր նոսր է, էլի, ասենք բնական նկարների մեջ, նենց չի որ բոլոր պիքսելների կոմբինացիաները կա, չէ։ Ինչ որ քառակուսիկներ այդ տարածության մեջ այստեղ խիտ են, այնտեղ նոսր են, ասենք ես ինչ տեսակի վեկտորներ ընդհանրապես չի լինում։ Ինչ որ տեսակի վեկտորներ լինում է։ Հիմա այս tokenizer training-ի իմաստը այն է, որ այդ 100 vocabulary-ին ծածկի այդ distribution-ը հարմար ձևով։
որտեղ ես ռանդոմ եմ ինիթարել, իրանք կարող է ասենք այդ 100-ից ասենք 20-ը ընկել են նույն զոնա, որտեղ կյանքում ոչ մի քառակուսիկի վեկտոր այդտեղ չի։ Ափսոս է այդ 20 բառը կյանքում չի օգտագործվի։ Մեր չափողականությունը ինչքան էր։ Կարող է ասենք 768-ը ինչքան ալնում մեր չափողականությունը միշտ տանկապ թիվա չէ։ Տրանսֆորմերի hidden size-ն է էլի։ 768 լսնանք էդի տես բնական բանում ասում։ Իմ այդ 768 չափանի տարածության մեջ ես ունեմ ընդամենը 100 հատ բառ, 100 հատ կետ։ Ոնց 100 բառից է սարքում, այդ 100 հատ բառերը, որ դեմիս initialize-ը անում, իրանք անկապ են ու չեն բռնում նկարների տարածության բաշխմանը։ Դրա համար ես այդ 100 կետերը անդադ քաշում գցում եմ այս նկարների space-ի, նկարների distribution-ի վրա, որ իրանք լավ ծածկեն, ու եթե ինչ-որ տեղ կա, որ խիտ են, ասենք, լիքը սենց ձեռքեր կա, սենց կա, որոնք ուզում եմ տարբերվեն, ուզում եմ տարբեր token լինի սրա համար ու սրա համար, որտեղ սրանց շատ է, կարևոր է էսի։ Դրա համար ես կարող եմ մի քանի token բերեմ գցեմ այս ձեռքի քառակուսիկների վեկտորների մեջ։ Մի հատ նկարը պետք է սկիս։ Սրանցի visualizer-ը կոդ գրեց։ Հələ մի հապ է, մի բան բերել է, բայց այս նկարը պես վստահ չեմ, որ ավելի շատ օգնում է։ Okay, ես ամի քիչ օգնում։ Կանա չի օգնում։ Դժվար է էսի լավ նկարելը, երեխեք, անկեղծ ասեմ։ Պատկերացրեք distribution-ը ուղղակի, ոնց որ այդ 768 չափանի space-ում իրական կյանքում հանդիպող նկարները uniform չեն լցնում այդ space-ը, ինչ-որ մի ձև լցնում են։ Ու դու ուզում ես token-ների այդ vocabulary ամեն բառը այնց օպտիմալ օգտագործես, էլի, որ այդ distribution-ի խիտ կետերը ծածկես է դրանով։ Եթե շատ խիտ է, տեղ ասենք 2 կետով ծածկես, որ այդ խտությունը տարբերակ լինի։ Ասենք եթե լիքը իրար նման ձեռքեր կան, data-ն դու ուզում ես ոնց որ ամեն այդ բոլորին նույն token-ը չտաս, էլի, որտեղ այդ ցանցիդ համար, ապագա ցանցիդ համար, այդ բոլոր ձեռքերը նույն token-ն են լինելու, նույն բանն են լինելու։ Չես ուզում տենց լինի, դրա համար ասում ես արած այդ լիքը ձեռք կա, սպասի բառարանից կեսը սրա վրա օգտագործեն։ Հիմա այդ դրա համար դու պետք է loss-իդ մեջ այդպես բան ունենաս, որ բառարանի վեկտորները բեր հարմարացրու շատ հանդիպող նկարներին։ Ոքի օպսիտ է, որ 100 հատով։ Դե 100-ը քիչ եմ ասում, իրական 100 չեն անում, ես ասեմ, ինչքան են անում։ Դա թելը հարցնենք։ What's the Մենք դաժե լուծիան պատկերացնում Այս հետո հարկական գործողություններ prediction-ի եւ այլն նկարի ասած։ Հիմա ինքը token token պետք է բերի էս բայց այնտեղ տեսնում եք թե ինքը այս ուղի token-ից այդքան smooth նկար չէ լինելու։ Այսինքն այնտեղ դեկոդեր մի։ Այո, այսա։ Կամ մի հատ encoder, որը ստանում է նկարը ու բերում է sense ինչ-որ discrete բաներ է ստանում։ Դրա դեկոդեր։ Գերացած նկարներն են, հենց լրված է կամ ձեռքը sense գնում է հագիստիկ վերջանում է։ Կարող է Չեմ կարող ասեմ, բայց մի հատ բան որ կարող ասեմ, որ ChatGPT-ում որ ասում եք նկարել, մեկ-մեկ sense վերևից ներքև է բացվում նկարը։ Ես դրել դպրոցը դանդաղ ասենք իմ ինտերնետն Ինտերնետը չի դանդաղ էդի։ Իր գեներացիան է դանդաղ, որտեղ ինքը առաջի տողի քառակուսիկների token-ները նկարում է։ Ծախից աչ sense նկարում, հա։ Ինքը պետք է իրենց մեջտեղ մենալ այս։ Չէ՞։ Ինքը դու sense նկարել ես, իրենց կողմերով այս չիներով։ Դեկոդերը այդ բոլորը միասին վերցնում նայեք, ասենք, ենթադրենք 100 էի ասում, չէ՞, մենք ճիշտ թիվը իմանանք։ 8000։
Ես հույսում եմ, այդ խոշոր թիվ կլինի, կհանգստանանք, բայց չէ, 8000-ով սաղ աշխարհի նկարները ամենը պահել եմ, շտկի ճատում։ Բայց մարդը ագին սարքել է։ Նայեք ինչ անում, այս 8000-ով, 8000 հատ թոքենով պետք է բոլոր նկարների բոլոր քառակուսիկները տեղավորի։ Հիմա այդ ինչ է նշանակում, ասենք մի նկարը կտրտվում է սովորաբար 14 անգամ 14, այսինքն ինչ-որ 196 կտոր է լինում։ Հիմա պատկերացրու 196 հատ թիվ։ Այս 196 հատ 0-ից 8100 թիվը, ասենք գրած է 147, 50, 0, 8000, 7000, տենց 196 հատ գրած է։ Հիմա պետք է այս քանից, այսինքն 196 հատ թվից, integer-ից, ստանանք նկարը։ Այդ անում է այս մյուս ցանցը։ Այդ 196 թվերից ամեն մեկից իր վեկտորը վերցնում ես, ամեն մեկը 768 չափանի վեկտոր է, չէ՞, ամեն բառարանի item։ Այդ վեկտորը տալիս ես input այս դեկոդերին, այսինքն դեկոդերի input-ը լինում է 196 հատ 768։ Ամեն համարի վեկտորը բառարանից կարդում բերում դնում եմ։ Այդ բառարանից կարդալ բերում դրանը մենք արդեն արել ենք Կարպատի դասերում, չէ՞, միշտ մեր թոքենները ունեին վեկտորներ։ Դաժե մինչև թոքենայից անել ամեն տառը ուներ վեկտոր։ Հիմա ստեղել ես 0-ից 8000-ը, ամեն մեկը ունի իր վեկտորը։ Այդ վեկտորները բերում գրում եմ իրար տակ, եղավ այս նկարի համար 196 հատ վեկտոր են բերել իրար տակ։ Հենց թոքեններն են, այո, հենց այդ թոքենները տալիս են մեզ դեկոդեր ցանցին, ինքն է նկարում։ Պիքսելների output-ը ստեից է դուրս գալիս։ Այսինքն այս դեկոդերը սովորել է 8000 բառապաշարով քառակուսիկներից ստանալ smooth նկար։ Այդ smoothing ինքն է անում էլ դրանց որ։ Այսինքն այդ մատրիցի վրա հիմա ինքը ինչ-որ այո։ Ուղղակի այս մանիպուլյացիաները, այս էնկոդերն ու դեկոդերը շատ ավելի թեթև են, իրենք փոքր բաներ են, փոքր ցանցեր են։ Ոնց որ ինտելեկտուալ մասը այդ 8000 բառարանով language model-ը անում է, սրանց մնում է մենակ լղոզել են, որ գես չերևա։ Եթե օրինակ ասես մոտ դրանք նկարի չէ, ենթադրում եմ այդ նկարների մեջ շատ են մարդիկ։ Այո։ Հետևաբար իրենց եւի ամեն մասը կարող է այդնիա թոքեն լինի։ Օրինակ աչքը, քիթը դեր։ Նա ասել է դեպք նկար։ Հիմա հազար հատ աչքի նկար։ Կարող է ամեն աչքի համար տարբեր թոքեններ դրել։ Դու տարբեր երկու տարբեր քիթ բան եւ այլ, բայց հետո դեկոդերի վենը մասով այդպես սիրուն բանը տալիս, ասում ես հնարավոր չի իրական։ Հենց տենց է լինում, ու այդ որ ասում եմ GPT-4-ով նկարելուց տողտողած բացում, դանդաղա բացում։ Այդ նրանից է, որ իրանց համար այս դեկոդեր ռանանել այնքան հեշտ է, որ մեզ զբաղված պահելու համար իրանք հենց մի տողի թոքենները գեներացնում է տակի ցանցը, դեկոդերը մի հատ քշում են։ Ասում են այն, այսքան եղավ։ Հետո երկրորդ տողն է լրացվում, մի հատ են քշում դեկոդերը։ Այդ դրա կոմպյուտերը չեն խնայում, էլի որտեղ փոքր ցանց է։ Այսինքն մինչև են LLM-ը մի տող գեներացնում է, սրանք կարող են դեկոդերը քշեն, ուղարկեն ձեր բրաուզեր ցույց տան։ Մինչև հաջորդ տողը գեներացվի։ Անց ժամանակը բանել են միանում։ Logging language։ Բայց այսինքն ենթադրում եմ, որ հաջորդ տողը մեծ նախորդ տողը։ Չէ, բանը 0-ից է ձգվում։ Այսինքն ամեն Չէ, ամեն անգամ որ ասում դեկոդերը քշում է, բոլորի վրա է քշում, մենակ այդ տողի վրա չի անում։ այդ եմ ասում, այսինքն կապում են, որ որտեղ Հա, independent չի вообще չէ։ Դրա համար դաժե այն բայց այդ չգիտեմ ChatGPT-ում երևում է թե չէ, Armeni սարքասներում երևում էր որ ասենք երրորդ տողը նկարելուց երկրորդ տողը փոխվում է։
Շատ չէր փոխվում, բայց մի քիչ փոխվում էր, ինձ Ո՞ս կա փոխվի, քսած չի։ չէ, դեկոդերն է, էլի։ Թոքենները ֆիքսված է, բայց դեկոդինգը այդ լղոզելու մասը անում է։ Բայց այդ դեկոդինգն էլ է, ունիվերսալ ֆունկցիա չի, ինքը ուզել որոնելու նույն ֆունկցիան չէ կամ։ Ու ես ձեզ մի բան չասեցի խնայելով, այդ լոսը, որ ասացի, որ այդ թոքենների վեկտորները մոտեցնում ես դատայի representation-ներին, իրականում այդ նայեք այս ցանցն է, որ այդ data-ի representation-ը տալիս է, այս կտորը այս ցանցով անցնում է, ստանում է մի հատ վեկտոր, հետո նայում ենք բառարանում էդի ումա մոտիկ, այդ դրան ենք մոտեցնում։ Մի վարքյան, մի հատ սկսեք։ Նկարի քառակուսիկը սրա մեջով անցնում է, ստանում է մի հատ վեկտոր, գնում նայում ենք այս կոդբուքում, բառարանում, ամենամոտիկը ով էր իրան, այդ կոդբուքի վեկտորը update ենք անում դեպի այդ վեկտոր։ Ես այդքանը պատմեցի, չէ՞։ Որ այտենց կոդբուքս evolve-ալնում էլի, կոդբուքս գալի հարմարվում է դատային։ Բայց այդ նույն ընթացքում այս ցանցն էլ է train-ելնում։ Այսինքն իրականում այն էլ է փոխվում էլի։ Այդ ամենաանհնար պատկերացնողը, որ նես չի, որ ասենք այս նույն patch-ի վեկտորը train-ինգի ընթացքում միշտ նույնն է, մենակ բառարանն է գալի իրան հարմարվում։ Ինքն էլ է բառարանին հարմարվում մի քիչ էլի, ոնց որ ասենց համ այս նեյրոնային ցանցն է սովորում, թե մյուս անգամ ուր ուղարկի այդ քառակուսիկը, համ էլ բառարանն է դրան ադապտացվում էլի, ասենց շատ դինամիկ սիստեմ է իրականում։ Որ ուղարկի են իմաստով, որ վեկտորին Հա, որ վեկտորին մափանի։ Ես չեմ հասկանում, մաս դերից եթե ուղարկում ես տերեսի update, այդ սրա update-ը։ Չէ, մենակ դրա հիման վրա չի։ Բայց ես էլ իրա պատճառով update եղած է, հետո ոնց որ այս մեկը առաջացած։ Լավ չեմ հիշում մի րոպե։ Չէ, տենց որ երկուսով իրար update անեն, collapse կլինի, տենց ծափիկ նույն կետին։ Բայց մի հատ դժվար loss էլ կա, չէ՞, ինքը պետք է հետո կարողանա վերականգնի։ Ահա։ Ոնց որ այս ավելի կարևոր սիգնալ էլի, որ վերջում դեկոդերը կարացավ այդ թոքեններից պիքսելները հետ բերի։ Այսինքն այս ցանցերը պետք է ինձ update լինեն։ Ոնց նույն բանն է ինքը նկա դեկոդերով։ Հա, իհարկե, ինքը պետք է այս auto encoder-ը էլ ինքը ինչ ստանում է, պետք է դա դուրս գա, այսինքն tokenization-ը չպետք է փչացնի նկարը։ Հա, qayել ես։ Այն մեր այդ մոլեկուլների պրոյեկտում էսի մի հատ մեծ կինո էլի, մենք ասենք վերցնում ենք 20 միլիոն հատ մոլեկուլ, դրանց վրա train ենք անում, շատ մոտիկ հետա վերականգնում։ Մոլեկուլը ոնց է ներկայացնում։ Ատոմների անունը ու կոորդինատները։ Կոորդինատները X, Y, Z։ Էդի որ հետ ենք բերում, մեր դատասեթի վրա ինտելեկտական հետ է բերում, հետո մենք ուրիշ մոլեկուլ ենք տալի, մի հատ տնես ուրիշ բան է հետ բերում։ Գրված է գնալու Ասես մի փամավոր բան է անում։ Բանը եւ այդտեղից տվեց ալքիմիան, չէ՞։ Էսի գազան tokenizer-ը ու sense բարդ բաները նկար sense and tokenization-ը սովորում ոչ թե այն ինչ որ դուք վիդեոյում անցել եք։ Հա վիդեոյում անցածը հեշտ է, որտեղ միակ հարցը թե որտեղից կտրելն է, էլի։ Այնտեղ ուրիշ խաղալու տեղ չկա շատ։ Ում հասկանում եմ այդ կայնը փոխում ես։ Այդ ասած կոդ դատա չի, դատաս քո։ Չէ՞։ Փոխում։ Նույն այդ մոդելները։ Այսինքն եթե դու այդ Ես դրանց representation-ն եմ էլի փոխում վեկտորը, նկարս նույնն է։ Ահա, լավ։ Ամեն patch-ին, հա։ Փոխում։ Հետո ուղղակի այդ հետ վերականգնում չէ։ Այդ վերականգնելը այն է, որ եթե այդ նույն վեկտորներից իրականում դաժե փոխսամետի կարող է ես ավելի լավ նկարել սրանքերի։
Տրիլիոն շեկելի շարքանի տարածություն։ Հիմա ունեմ բարար։ Բարարը ասում է ഞാൻ സ്ഥലത്ത് വാങ്ങുന്നത് സംഘടിച്ച് യഥാർത്ഥമാണ് una mezcla которые я сам собственный которые сам собственный я как порок которые меня сам собственный располагается трансформация Ամեն մեկի համար իրար վեկտորը ստանալու է, ոչինչ չի պարզացնալ։ Այս սրան, որպես նույն սանսով անցնում է, դառնում է վեկտորը։ Հիմա այս վեկտորը ինչ է եղել, եկել ասենք։ Այս մեկը եկել է այստեղ։ Այս մեկը եկել է այստեղ։ Ես անում եմ այդտեղ։ Ասում եմ նախ Es կարմիրը մեջի պրտի է սրամոտ։ Es կարմիրը պրտի սրամոտ։ Ետի մինուս։ Մյուս լոսը ասում հետևել։ Այդ ես կարմիրի վրա ես որ դնեմ դեյկոդը, ու ես կարմիրի վրա որ դնեմ դեյկոդը։ Հազան դեկարան չը ստանալու։ Դեյկոդը մենք չերավ, ես հարազությունից ամր պիքսել է։ Այդ տեսի ու էսի որ իրար կողքով սրած տես դեկոտերը բանցկացնեմ, ստանամ միան մետար երկուան թաչ։ Այդ երկուան թաչը պետք է այս սերան մտմանը։ Նման Այդ համար պետք է համ տեսերը գույթերը աղդերիքրներ, համ սրա գույթերը աղդերիքրներ։ Այս ինքնես երկուսներ պետք է սովորեն, տեսի պետք է սովորի կնեց կոդավորել, որտեսի հետո կարան ալպա կոդավորել։ Հիմա բայց այս որ աղդերիք սերա, արդեն հաջող բաճում, ես մնում նեկար այստեղ չի գրաժել, որտեղ վայտեր աղդերիք սերա մի քիչ, այնքան կգնայլ է։ Ու կարողա դաժե մեկ սրակով գնալ, որովհետև իրան պետք է անենց կողմ գնալ, որ այս աղդերը հեշտ կարնա վերականգնի։ Ամենաիդեալական դեպքում, որը հնարավոր չի, եթե այս կարմիրը գարես կապույտի վրա մենք փոշին գտնել, այսինքն պատկերացրեք ես մենք կոդերը այս փաչին տալիս է մի հատ վեկտոր, որը հենց իմ բառարանում կա։ Այդ դեպքում եթե այս դեկոդերը լինի այս էնկոդերի հակադարձությունն, ասենք ես F-ը, այս J-ը, J-ը լինի F-ի մինուս 1-ը։ Սա կաշրակում։ Այսինքն դրա համար իրան ձեռ ատալիս է սրանք լավն է մոտեցնել, ոչ միայն ես, սրան էլ ես։ Այդ դեպքում ինչի իզորներ չի միացում այդ դեպքում ետերը, որ կամվածի չեն դեպում։ Այդ շատ ագրեսիվ կայլ է, էլի։ Որ շատ հեռու է։ Կանց, բայց այդ դրա անալոգիան է նա, ասենք ինչի լրնինք այդ շատ մեծ չդերինք էլի։ Բայց այդպես միացնի միջնակետը բանի չի ստացվում, որ սերն է նկարել է։ Ատավազի դասում չէ, էդի կբերի նրան որ այ ներգնուսի հատակը։ Չքան նկարակավ ստեղ պետք է ալին, մենք եթե ներս բազնի որ վերդատալով, ես կաղում կետերի կրանց տեղ հավերցան։ Կարող է բանստել, ասենք ստեղ միան x-x ստեղ է սկզբից, եսի կա հավակի ստեղ, իրավերը հավակի ես է ստեղ, իրավերը հավակի, սուր ստացվի, որ երկու թոքենով ես դիրույթը ծասկեցին, հետո դեկոտերով պետք ծացելու դույսի, ոնց է տարբերում որներ ես բազմաթիվ կաղումիներից, որտեղ բազավ եթե 8000 հատ է բառարանը, հաստատ 8000-ից ավել նկարել, չի հաշտա։ Սուր ինչ-որ կորուս տեղ է նայելի։ Այդ կորուսի բառը պետք ես դեկոդերով տարանա բացի։ Ես նման գրաֆիկության 8000 չի շատ է։ Իհարկե մենք որ այս դեպքերը մոտեցնում
Եթե դրի, այդ ինքն անունը անունը ինքնորոշի համար։ Encoder is called X-ray ոնցաբերում։ Էրանուի Get մոտեցնում ինքնորոշ։ Այդ մոտեցումը ոնց է որ իրար Հակադարձ մեկը մեկի հակադարձը չի։ Պետք է կարգորյան կապել իրենց, սրբացը լուծում է բաները։ Աչե, ապաստակ, ինքնորոշ դերորեն, ասպորում մի բանեք, դե հարակական։ Ի ամենայ ձերարմային ես, ստայնով են պրակտիկա աշտավի օրը։ Yes, majority citation for an pattern. Ոնց է սրանը PQ-VA Variational autoencoder-ը, բայց vector quantized 7400 հատված 17 թվին։ Հեղինակները մամա ջան։ Սմարտիկ հիմա գիտեք ով են։ DeepMind-ի շեֆերը։ Էսի չեմին DeepMind-ի CTO-ն է։ Էսել Gemini-ի 3 լիդերից մեկն է։ Ժամանակ երևի տենց DeepMind-ի համեստ գիտնականներին։ Հիմա դարձել են հարավեստ։ Ոչ շատ համեստ լինեին, բայց ուզում ասեմ տենց չեմ հիշում էլի, որ շեֆը լինեին այն վաղ արդեն։ Շնկատ կաստերը, հա, ես նկարը ստեղից էր, հա։ Ես նույն հոդվածում աուդիո էլ են քվանտիզացիա։ Այս ֆորմատներ որ քվանտիզացիա Քվանտիզացիան ընդհանրապես դիսկրետիզացիայի նույնն է, լիա, որ ոչ թե անընդհատ արժեք բանենք, այլ ինչ-որ դիսկրետ կետեր բանենք, ու ես քանի որ դիսկրետը արդեն կարող համարական ու թիվը բանենք, էլ ոչ թե ծավալի ֆունկցիա բանենք։ Ասենք այս համարներ, նա օգտագործել փոստը համարները գրենք։ Բայց հիշելով, որ մեկը էս է, կողմուկը բարարանում է, հենց պետք է ներդրվեցն ընկերկոդերը։ Որսան տոպտենայզերում եք, ես ոսկան չէի նախատեսում, բայց լավ է, իրականումս VQI training-ը ես այսքան պատմեցի, բայց մեկ ամենադժվար մասը չեմ պատմել, որտեղ որ ասեմ դրդացում։ Չէ, այս training-ը չէր, ես ընդհանուր կոնցեպտներ, ու դրա համար ուզում եմ ցոտակի այսի տամ վերջնական քննության համար մեկին, որ փորձի հասկանա, այնտեղ այդ դիսկրետացնելու քայլը ինքը գրադիենտ չունեցող քայլ է, էլի։ Չէ, ես որ ասում եմ Turing ամենամոտիկ վեկտորը, այդ գործողությունը, ոնց որ nearest vector, nearest neighbor, ինքը գրադիենտ չունեցող քայլ է, այդտեղ մեծ ու փոքր գրադիենտ չկա, էլի։ Ու դրա համար այդ դժվար է train անելը, որտեղ այդտեղ գրադիենտ չի գնում։ Բայց այս հոդվածում ձևը գտել եմ, էլի։ Ուրիշ տեղից եմ գրադիենտ ուղարկում աշխատում։ մոտեցնելու խնդիրը ես